կամ փառատոններ, ինչ որ կարող օրինակ ռեալ կլիենտ բերի, հա։ Քեյսերը լինում են հետևյալ կերպ։ Եթե ես ագենստվա չեմ, հիմա ես ժյուրի եմ, որը որ գնահատում է այս մարդու գործը, սպասես, քանի գիշեր չեն քնի։ Ոնց հասկանամ ես ոնց որ ճիշտ ուղու վրա եմ, թե չէ, ես լավ գործ եմ արել, թե չէ։ Ինձ թվում է դա ոչ թե նաևն է, այլ ամենակարևորն է։ Ժյուրիում նստած են մարդիկ, ովքեր որ հոգնում են։ Ինքը հեշտ ծախս չի, մարդիկ այդ գումարով down payment-ն անում, մեքենային առնում, քեյսի մեջ ես ներդրում անում։ Այսինքն ստացվում է, որ փառատոնները ոչ միայն մասնակցելու համար են ու ինչ որ գործ ուղարկելու, այլ նաև այդ ավելի ոնց որ line հասկացողություն է։ 2013 կամ 14 թիվն է, ճիշտ եմ հիշում ես, մոտավորապես այս թվերը, թե 15-16 դուք երբեք այդ գրասենյակում։ 18 18-ին մենք բացվեցինք ու 18-ին մենք հանդիպել ենք կամ 18-ին կամ 19-ին, նո այսինքն ինձ թվում է մոտավորապես տենց մի կես տարի, մի տարի մաքսիմում որ կայինք։ Հա։ Ես հիշում եմ, պատմել եմ քեզ այդ հանդիպման մասին, որ տեսել էի տղեկին կապնվել է ուղղակի ու ծանոթով չէ։ Ուղղակի հանդիպել էի, գնացել էի հյուրով, ես հիշում եմ, որ շատ դրական ժողովուրդ էր ու տես լեզու էինք գտել իրար հետ, հետո շարունակվեց խմելով նույն ձև իրանց գրասենյակում ու տես լեզու էինք գտել ու դրանից հետո միշտ կապի մեջ էինք ու իրար հասցնում էինք, շնորհավոր էինք հաջողությունների ժամանակ, ու այսին եզակի լավ դեպքերից էր, որ ոլորտի ժողովուրդը տենց շատ արագ լեզու է գտել իրար հետ ու կյանքում չեմ հիշում, որ դժվարություն կար այդ լեզու գտելու ճանապարհին ու ինչ եմ ուզում ասեմ հաջողությունից մեկը ֆորմասկոպը այսօր է գրանցել ստացել է շատ լուրջ մրցանակ ինչի համար մենք ուզում ենք սրտանց ձեզ շնորհավոր ենք Մերսի շատ շնորհավորում եմ սրտանց բանա ժամն է ուշ թե չէ տենց շատ ժպիտով բան կանեի տենց չի տխուր եմ շնորհավորում սրտանց շնորհավորում որտեվ ես կարծում եմ ոլորտից ով էլ որ ինչ որ դրսի մրցանակաբարձության ժամանակ գովազդային հաղթում է, մեկը այդ նպաստում է ոլորտը բարձրանալու։ Միանշանակ։ Այդ ոլորտը սկսում է օգնում, աճում է, ոլորտը զարգանում է, նոր դրայվ է մտնում բոլորի մոտ, որովհետև ինքը մրցանակի ամենաիրևի իր կարևոր արժեքը իր դրայվն է։ Միանշանակ, ու ինձ թվում է նաև թմի համար եւ տարբեր թմերի, ովքեր որ փորձում են ինչ-որ մի բան լավ գործ անեն, դա ամենակարևորը ինձ թվում է դա, լավ գործ անես եւ ինչ-որ ժամանակ հետո գնահատվես տարբեր պրոֆեսիոնալների կողմից ու հասկանաս, որ դու ճիշտ ուղու վրա ես ու դա նաև ոլորտի համար է կարևոր, երբ որ տեսնում ես նու օրինակ մենք, հա, երբ որ տեսնում ենք, չգիտեմ, անընդհատ փորձում ենք տեսնել, որ Հայաստանից էլի ագենստվաներ փնտրում ենք, տեսնում ենք, ով ինչ նվաճում ունի, մենք շատ ենք ուրախանում, որովհետև գիտենք, որ դա ստիմուլ է ինչ-որ ոլորտը ոնց որ առաջ բրթելու համար, էլի, ոնց որ sense, որ ճիշտ ուղու վրա ենք, ոնց որ ոլորտի տեսանկյունից ոչ միայն, չգիտեմ, ագենստվայի, հա, ոչ թե ինչ մեկի մոտ մի բան ստացվել է, այլ ոլորտը զարգանում է, այլ ոլորտի, հա, ոնց որ առաջ տանելու, ու դա շատ ոնց որ կարևոր է, երբ որ մեկը մյուսից օրինակ վեկալի, չգիտեմ, ուզենա, հա, ոնց որ դա ուզենա, ոնց որ դաժե sense ասեմ, այստեղ նաև կարա աշխատի ուրիշ պրինցիպ, որ խի ես օրինակ չեմ կարա, ինքը կարա, թեկուզ դա, ու այդ տեսանկյունից սկսում է ուրիշը, օրինակ, առաջ զարգացնել ոլորտը, հա, որ հասկանալով, որ ինքն էլ կարա դա անի, ու այդ կոնկուրենցիան, շատ առողջ կոնկուրենցիա է ստացվում, համ դու փառատոներին կարաս մասնակցես ու ունենաս ինչ-որ նվաճումներ, ու այս դրա հասկանաս, որ դու էլ ես ինչ-որ մի ներդրում ունեցել շուկայում, sense մի բան ստացվում։ Չէ, ինքը միանշանակ այդ բան երևի թե ոչ թե կարա նաև թիմին օգնի, ինքը կարա, ես չեմ կարա, ինձ թվում է դա ոչ թե նաև նա, այլ ամենակարևորն է, որովհետև այդտեղից սկսում է բանը մրցակցությունը։ Առողջ կնի, թե անառողջ կնի, դա նույնն ամսուց, բայց այդտեղ այդ դրայվը սկսում։
որովհետև դու տենում ես, որ արդեն մեկ արեց, ուրեմն հնարավոր է, ուրեմն գնաց, բայց արի երևի հենց այս վերջի ձեր մրցանակից մի հատ խոսանք, որ բոլորին է պարզ լինի, ու առհասարակ այդ փառատոնի մասին հենց այդ որտեղ որ հաղթել եք դրա մասին խոսանք, որովհետև մենք sense գիտենք իրեքով ինչի մասին ենք խոսում, բայց չբացեցինք էլի ոչ մի լճակերտ։ Նույն ինքը Dialine փառատոնն է, packaging պատտավորման փառատոնն է, որը մեր համար ինքը շատ կարևոր է որպես агентствայի, քանի որ մեր ուղղվածությունը նաև ոնց որ առաջնահերթ է, առաջնային ուղղվածությունը դա փաթեթավորումն է բրենդինգի մեջ, եւ մենք ամեն տարի փորձում ենք այդ փառատոնում ինչով է ինքը կարևոր, հա, ասենց ասեմ, ինքը այն փառատոններից է, որը որ ամեն կատեգորիայում ունենում է 3 տեղ, ոչ ավել։ Ու դա շատ կարևոր է, ոնց որ ինքը չունի անսահմանափակ, օրինակ մրցանակ բաժանելու հնարավորություն։ Չի կարա դա 5 ոսկի մի կատեգորիա։ Չի կարա մի կատեգորիայի մեջ, կատեգորիա դկատի ունեմ պատկատեգորիայի մասին, օրինակ չգիտեմ, այս մի գործը inside-ը, որը որ մեր մոտ տեղ գրավեց, ինքը հենց body care-ի մեջ է։ Եվ կա նաև տարբեր beverages կատեգորիա, որի մեջ մտնում է օրինակ չգիտեմ alcoholic drinks կամ non-alcoholic drinks, օրինակ limited edition, ու երբ որ դու հասկանում ես թե ինչքան մարդ է դիմե, հա, ինչքան այս տարի իմ իմանալով 1400 գործեր հաղթել եւ շահել էր ամեն 20-րդ ինչքան գիտեմ, ու դա շատ լավ ստատիստիկա է մեր համար, որովհետև ինչքան դա բարդ է, այդքան ավելի դու սկսում ես գնահատել քո ոնց որ մրցանակը, sense է ստացվում։ Եվ ոնց որ դրանով մենք այդ փառատոնը շատ են գնահատում եւ շատ կարևոր բրենդեր են մասնակցում, նու Pepsi-ից սկսած, մինչև, չգիտեմ, Xbox-ն էր, այս անգամ իրանց Xbox Series X-ը իրանց նոր փաթեթավորումով նաև մրցանակ որպես չեմ հիշում որ կատեգորիաներ, բայց նաև իրանք են մասնակցել ու շատ մեծ բրենդեր են մասնակցում, դա հենց էլի ստիմուլ է տալի, եթե sense նայենք, մրցել այդտենց բրենդերի հետ, այդ կատեգորիայի ոնց որ բրենդերի հետ կողքը կանգնել, հա, sense ասած։ Կան, չգիտեմ, ուրիշ փառատոններ իհարկե, էլի packaging-ի, օրինակ Pentowarts-ը։ Իսկ նո Pentowarts-ը ինքը էլի հայտնի փառատոն է, էլի packaging փառատոն է, բայց օրինակ իրանց մոտ ամեն կատեգորիան կարող ունենա շատ հաղթողներ, հա, ու կարող լինի այդ քո ասած, հա, ոնց որ մի քանի հատ օրինակ բրոնզ, մի քանի հատ սիլվեր, մի քանի հատ ոսկի, ու տենց շատ քանակ է հավաքվում։ Իհարկե դա ված չի, երբ որ ոնց որ agency-ները շատ են ոնց որ հաղթում, հա, այդ փառատոնում, բայց դու սկսում ես հասկանալ, որ եթե այդքան շատ են ոնց որ բաժանում, ուրեմն համ հեշտ է ու այդ համ հեշտ է ոնց որ կրել ինչ որ մի բան, հա, այդ փառատոններում, եւ դու մտածում ես, որ Okay, խոսքի ուղարկեցի, գրեցի, նույն ձև մնացածն են գրել, բա գնահատականը ոնց հասկանամ ես, ոնց որ ճիշտ ուղու վրա եմ, թե չէ, ես լավ գործ եմ արել, թե չէ, երբ որ օրինակ բոլոր ոնց որ կողքի агентствоներն են ունեցել այդ նույն մրցանակից, իսկ թե դու հասկանում ես իերարխիան, ոնց որ առաջի, երկրորդ, երրորդ, ու վсё, դու հասկանում ես, որ այդ տարվա մեջ դու եղել ես այդ 3-ի մեջ այդ կատեգորիայի համար, ոնց որ իսկ իր կշռով Dialine-ը որի որ տեղում է։ Իր կշռով երբ ռեյտինգի մեջ է դասում։ Սենց ասեմ, A-կլասը։ A-կլասը։ Հա, ինքը բարձր է ու հակներս։ Հա, չէ, ասա։ Հա, ինքը ոնց որ Pentowarts-ը ինքը քանակով ինչքան գիտեմ դիմողների ավելի շատ է, քան Dialine-ը։ Dialine-ը ինքը շատ նո սկզբից սկսել է որպես այսինքն ուներ այդ ռեգիոնալ պատեքստը ինչքան ինքը international-ը ինքը ամերիկական է
Եթե Pentawarts-ը ինքը եվրոպական է ու ինքը արդեն քանի տարի անցնում է Լոնդոնում, չնայած որ մինչև այդ ինքը անցնում էր տարբեր եվրոպական երկրներում, չգիտեմ, եղել է Բելգիա, դաժե եղել է Շանհայ, այսինքն ոչ միայն Եվրոպա, այլ նաև ոնց որ sense ազիական երկրներում է անցկացվել, ինքը ոնց որ տենց ես միշտ փոխում է իր location-ը, դա լայնը եղել է Եվրոպայի ուղղություն։ Չէ, դա լայնը միշտ ինքը ամերիկական է եղել ու ինքը ստեղծվել է Ամերիկայում։ Այս անգամ ինքը անցնում է Նյու Յորքում, ինքը անցնում է միաժամանակ Luxpack-ի հետ, Luxpack-ը ինքը շատ հայտնի выставка է, բաների exhibition-ա։ D&D-ի հետ խաղնից։ Հա, D&D-ը ինքը Լոնդոնում է միշտ։ Հա, ես D&D-ի վրա գնացի, որտեղ ինքը տենց full եվրոպական է։ Հա։ Ինքը տենց միշտ է, D&D-ին միշտ եղել է Լոնդոնում, հա։ Իսկ դեղայնը ինքը ես մի հատ բան հիշեցի, որ երբ որ մենք առաջին անգամ փառատոն էինք ուզում գնանք, Գովազդային փառատոնին ուզում էինք հայտ ներկայացնենք, այդ ժամանակ չկար նյութ, որ նայես, սովորես, ոնց պետք է ուղարկես աշխատանքդ։ Ու ահավոր դժվար է այնտեղ գտնել մարդիկ տարբեր, չգիտեմ, դուրս ապրող, գրել, հարցնել, խորհուրդ, ես չեմ ասում մենք ասերն ենք, մեր էջենսին, ձեր էջենսին ասերն են, բայց քանի որ մենք ուղիղ կապ ունենք դրա հետ, փորձել ենք ամենայն դեպս լիքը ունենք սխալված բաներ, ես կարծում եմ, որ այս հաղորդում մենք կարանք հենց նվիրենք դրան, որ եթե ինչ-որ մեկ ուզենա փառատոն գնա, գոնե լավ, գոնե ասենք մենք որտեղ ենք սխալվել, չասենք ինչ անեք, որ պետք է կրեք, բայց գոնե կարանք ասենք ինչ անել, որ բանը չկրվես, որտեղ մենք այդ արել ենք ու դա հաստատ կրվում ես։ Այդ սխալները ամենս։ Փորձենք որ իմանանք լավ, այս մարդը ինչ որ եթե 10 հոգու կօգնի այս հաղորդումը, 10 հոգի կիմանա ինչ անի ուղարկի, ինչ հաշվի պետք է առնել, որ քեյսը սարքելուց կհամարենք, որ այս հաղորդումը ամենապրոդուկտիվ հաղորդումներից մեկն է։ Եկեք փորձենք ամենամեջ իմացած ինֆորմացիաներով, որս որտեղ ենք սխալվել, այսի կոնկրետ լինի քեյսերի մասին, քեյս սարքելու, որտեղ մենք էլ ահավոր մեծ քանակությամբ զայավկաներ ենք ուղարկել, հայտեր ենք ուղարկել, ահավոր մեծ քանակությամբ պարտված քեյսեր ունենք, որոնք որ գնացել է ու պրոստը հետ է եկել, այնց վատ ֆիդբեքով, սխալ նոմինացիայի են գնացել, սխալ հայտ ենք լրացրել, ժամին չենք ճիշտ պահել, որտեվ հաշվի առնելով որ նաև հիմա սեզոնն է, այսինքն սկսեց գարունը, սկսեց արդեն քեյսերը, եթե հիմա 25 թիվ գարուն, քեյսերը մասնակցելու են 24-ի հունվարի 1-ից նոր չէ կարծեմ։ Հունվարին ինչքան գիտեմ կաններն է։ Չէ, քեյսը որ կարա մասնակցի հիմա այս տարվա քեյսերը, այս տարվա մրցանակներին պետք է 24-ի հունվարի 1-ից ինչ չլինի։ Այսինքն չես նայած փառատոն, բայց հիմնականում մեծամասնությունը մի տարի է ոնց որ դնում։ Հա, տարիը ոնց որ նախորդ տարվա հունվարի 1, այսինքն դեկտեմբերի 30-ին լոնչ եղած կամպեյնը 2023-ի, ինքը հավանականություն շատ փոքր է, որ կգտնի փառատոն, որտեղ կգնա այս տարի։ D&D-ին իմ հիշելով 2 տարի ունի։ 2 տարվա ոնց որ բանով կարաս դիմես։ Ինչքան ես հիշում եմ, երկու ֆուլ, հա։ Հա, երկու ֆուլ, ինչքան հիշում եմ, պետք է ոնց որ նայել, բայց ոնց որ դա իրանց բաների մեջ ամեն փառատոնը ունի իր ոնց որ կրիտերիաների մեջ դա գրում է։ Տարբեր են։ Մի տարի դա հիմնական ոնց որ ես հիշում եմ, որ մեր էջենսիում կոնկրետ ժամանակահատված էր, որը փոխեց մտածողություն, երբ մենք սկսեցինք հասկանալ кейսը ոնց է կառուցվում։ Ու սկսեցինք հասկանալ, երբ որ ուղարկել ենք աշխարհի ամենասխալ кейսը փառատոնին։ Լավ գործի, որը իր իսկապես գնահատվել է որպես լավ գործ, բայց որպես кейս, որը իրան պետք է ներկայացնի փառատոնում։ Ինձ թվում է դա մի հատ բարձրաբան են кейսը ինչ է իրանից ներկայացնում։ Հա, դից Երևի սկսենք այդտեղից էլի։ Նու հա, кейսինգ շատ կարևոր բան, հա։ Իրականում սենց ասեմ, ոնց որ նայած փառատոն, եթե դա packaging փառատոն է, ինքը այդքան շատ չի պահանջում кейս, եթե դա կրեատիվ փառատոն է, кейսը ինձ թվում է դա ոնց որ հաջողության մեծամասնությունն է, հա, ոնց որ եթե դու չունես кейս, քո վրա ուշադրություն բացատրեմ խի երևի պետքա լինի кейս, ոնց որ սկսես ու հետո նոր բացատրենք ոնց որ кейսը պետքա լինի նրա համար, նու երևի շատ բանալի բան եմ ասելու, բայց ժյուրիում նստած են մարդիկ, ովքեր որ հոգնում են ու դա շատ կարևոր է հասկանալ եթե դու չես ուղարկում кейս, որը որ քեզ պատմում է,
քո project-ի մասին, քո իդեայի մասին։ Դու չես ոնց որ ուժ չես ունենալու դու ինքդ խորանաս։ Դա շատ կարևոր։ Եթե դու ուղարկում ես օրինակ, չգիտեմ, զուտ նկարներ ու լիքը տեքստ այդ նկարների հետ միասին, հավանականությունը, որ քո case-ը կնստեն, կկարդան, կուսումնասիրեն, շատ ավելի քիչ է, քո շանսերը շատ են քչանում։ Եթե դու ունես video case, որը որ պատմում է, թե դու ինչ խնդիր ես ունեցել, այդ խնդիրը ոնց որ դու այդ խնդիրը ոնց ես կարողացել լուծես եւ այդ քո լուծելու արդյունքում դու ինչ ես ունեցել result-ում, ու դա լինի վիդեոյի տեսքով, որը որ չի հոգնածնում, ամենակարևորը առաջի վարքյանից ինքը պետքա քեչ անի, պետքա ինտրիգա մտցնի ու կարողանա ոնց որ ժյուրիին ոնց ասեմ գրավի, հա, դա արդեն ուշադրություն գրավելը, դա արդեն գործի մեծ մասն է։ Միջնադարում իտալացի վաճառականները, երբ որ պետքա մեկ քաղաքից մյուսը տեղափոխվեին, գումար իրանց մոտ պահելով, դա մեծ վտանգ էր վաճառականների համար, ու այդ ժամանակվա իտալացի բանկերները շատ փայլուն լուծում գտան։ Իրենք ասացին, եկեք մեր բանկում դրեք ձեր գումարը, մենք դրա դիմաց ձեզ կտանք թուղթ, որը հավաստիացնում է, որ մեր բանկում կա այդ գումարը, կգնաք ձեր ուզած քաղաք, այդ թուղթը կներկայացնեք մեկ այլ բանկում, ձեր բանկը ձեզ կվճարի այդ գումարը։ Ու այդ ամեն ինչը ֆինանսական համակարգում մեծ հեղաշրջում էր։ Իսկ վերադառնալով մեր ժամանակներ, ինձ թվում է մենք պետք է շատ ուրախ լինենք, որ մենք այս ամեն ինչի միջով, որը դու նկարագրեցիր, անցնելու կարիք բացարձակ չունենք, եւ այդ ամենը արքա ազգային վճարային համակարգի շնորհիվ։ Իսկ վերադառնալով մեր ոդքասթին, մենք պետք է շատ ուրախ լինենք, որ արքա ազգային վճարային համակարգի նման գործընկեր արդեն ունի Doping Podcast-ը։ Ժյուրին իրավունք ունի ասի, որ այնքան անհետաքրքիր որ չեմ նայել։ Իհարկե։ Ու ստեղ բանի մասն է նշենք, որ վիդեո քեյսը ինքը ասում է ցանկալի է փառատոնները։ Մի քանիսն են, որոնք որ նշում են պարտադիր, հա, այսինքն որ իրանց մոտ էդի պարտադիր, եթե օրինակ աշխակատեգորիայից եկա, չես կարող ուղարկես craft բանի նոմինացիա, որտեղ որ գնահատելու են քո վիդեո նկարելու որակը, ու դու ֆոտո անես։ Այդտեղ պարտադիր է այդ նոմինացիայում, բայց մնացած տեղերում հիմնականում գրում է ցանկալի է։ Քեզ տալիս է հնարավորություն, որ դու ուղարկես mood board-ը, ուղարկես presentation board-ը, ուղարկես որտեղ որ նշած է քո աշխատանքը, իր սաղ բանի կրիտերիաների մասն է խոսենք, սա քեզ սարքելու, բայց վիդեոն ինքը ասում է ցանկալի է, բայց դու երբ որ բան ես ամ, չես ուղարկում, արդեն դու այնտեղ բան ես, մի հատ ինչ-որ ֆոտո է, ու ժյուրին հաստատ իրավունք ունի, որտեղ իրան էլ է հասկանում, ինքը ուղարկում են 250-ից մինչև կարող է 500 քեյս ուղարկեն, ու ինքը պետք է նայի ունի ժամանակ, մի ամիս, այդ մի ամիս ինքը կարող է տուններ, կարող է իր մոտ ինչ-որ խնդիրներ կար, խառը ժամանակներում հասցնելու է, նայելու է, թղթի վրա գրելու է, իր բալերը գրելու է, որ վերջում բան անի, ձևակերպվի ընդհանուր մի հատ ֆորմա։ Այդ վիդեո քեյսի արկայությունն է, էլի։ Դա եթե on-line է, հա, եթե on-line է, բայց եթե դա ֆիզիկապես է, կաններում ոնց է դու գնում ես մի քանի օր աշխատանքի, այսինքն ժյուրին դա աշխատանք է։ Կանում ուղարկում են հյուրանոցում տալիս են ժամանակ համար, որտեղ դու առանձնանում ես։ Ինչու՞ դժվար աշխատանք է, դժվար շատ բարդ աշխատանք է, որտեղ դու անընդհատ պետք է, որտեղ մարդիկ գումար են ծախսել։ Որտեղ երբ որ դու եղել ես այն կողմին, հա, ուղարկողի, հայտ ուղարկողի դերում ես եղել, ես հիշում եմ առաջին անգամ որ ժյուրի էի, իմ մոտ բան էր, раздвоение личности էր, ես ասում եմ, սպասի, եթե ես агентство լինեի, եթե ես агентство չեմ, հիմա ես ժյուրի եմ, որը որ գնահատում է այս մարդու գործը, սպասի, ես քանի գիշեր չեն քնեի, իմաս բանա կոմոտելի սինդրոմա կոնկրետ հայտ ուղարկողի, որը գնահատում է հիմա հայտ, ու դու չես հասկանում հիմա որտեղ ես, ու դա էլ մական, որը դու պետքա կառուցես, հիմա հայտոգում գալիս ես մեկա նրան, որ լավ քեյսը գնահատում ես բարձր, որովհետև ինքը տպավորիչ է, հազարատ գործ ունես, ու այն քեյսը անգամ, որը որ play-ս տալիս ու դու հասկանում ես 5-10-րդ վայրկյանի տխուր արդեն հասկանում ես քեյսը ոնց է կառուցած արժի իրան նայել միջև վերջ թե չէ դու առաջի 5 վայրկյանից այսենց բռնում ես քեզ կամ դու ասում ես լավ հիմա պետք է նայեմ ստիպված միջև վերջ որովհետև ես ժյուրի եմ նստած ու դա քեզ այնքան ուժ է տանում որ հաջորդը պետք է այնքան լավը լինի որ դու ուզենաս նայես միջև վերջ ու այդ իրականում հասկանալի է ինչի քեյսը պետք է լինի վիդեո կառուցվածքով որ մարդը կոնտենտը լավ բան ասի որ ինքը չհամոզի ինքը քեզ
քեզ համոզի, որ դու իրան հավանես։ Ոչ թե դու ինքդ սկսես խորանալ ու փորձես մեջը բան գտնել, հակառակ դեպքում չի ստացվել։ Անապարդյունա լինել։ Բանից էլի, խրոնոից։ Ես ասեմ ամենամեծ մեծ գիքսը, որ տվել ենք, ամենախնդալու վիճակում, որ հայտնվել ենք։ Երբ որ բացում ենք փառատոնի պահանջները, նշված է, չգիտեմ, էս պետք է լինի, էս պետք է լինի, էս պետք է լինի ու վիդեոյի մասին, երբ որ նշած է, գրած է մինչև 2 րոպե։ Մենք մինչև արտահայտությունն է, որ զեղչերի ժամանակ որ մինչևը փոքր են անում, մինչև 70% զեղչ, մենք այդ մինչևը չենք տենում։ Մենք տենում ենք 2 րոպե։ Քեյսը դունոտ տոբակո քեյսներ։ Այդ մեր արշավներ բանի, չծխելու արշավներ ու մենք մինչևը չենք կարդում։ Մեր քեյսը մոտավորապես 45-50 վայրկյան է։ Ու մենք մի 10 օր, այսինքն այդ ինֆորմացիան բանա դուրս եկել մեր մտքից ու կարող մի հատ է կարդանք բան։ Ու մենք մի բանի վրա ենք կենտրոնացած, ոնց լցենք 2 րոպե։ Ու սկսում ենք տարբեր կադրեր բացել պոչերը, տենում ենք բան չկա, այնտեղ քաղաքային տեսարաններ կար, մի հատ մի 15 վայրկյան սղարանի կադր ենք դնում, բան ենք անում, մի խոսքով որ խորը շունչ քաշելով 2 րոպե կանոնից մի հատ հաստատ նայ, արի նավսակի 2.1 դնենք, որ չասեն այտենց 2 րոպեն չի կանում, մենք գիտենք հիմնական կրիտերիաներից մեկը, այնիշ բարձում էր, որ ինքը մինչև պետք է լիներ։ Ու ես հիշում եմ, որ փառատոնի ժամանակ նստած ենք, արդեն հրապարակում են հաղթողներին, մենք արծաթ ենք, չէ՞, վերցրել կամ բրոնզ արծաթ։ Արծաթ ենք վերցրել, շատ հիշում եմ ուրախացել ենք, առաջի մեր քեյսներ առաջ։ Դահլիճում նստած ես մահանում էի հոգեպես, երբ որ զգում եմ, որ սաղ դահլիճը ծերացավ, երբ որ ցույց էին տալի քեյսը մեր։ 2 րոպեի մասին է խոսքը։ Ինչքան սխալ է կառուցված եղել։ 40 վայրկյան հետո արդեն parza մենք ինչ գործ ենք արել։ Ես արդեն այնտեղ փառատոնի տեղը հասկացել եմ, որ 2 րոպեն դա up to 2 րոպե է։ Արդեն ես գիտեմ իմ քեյսի ամենամեծ խնդրեմը, որ էդի ես այն մինչևը չեմ կարդացել։ Ու ես գիտեմ, որ այնտեղ երկար կա սղարանի կադր, երկար կա հյուսիսային պողոտայի կադր ու երբ որ play տալիս են աբանը նոմինանտներին են թվարկում, ասում են հիմա եկեք նայենք ու մենք տալի ոնց է Օսկարում են որ անունները տալիս են նկարները հայտնում է ու ասում են այս agency-ն մանա այս case-ն է մրցում նոմինանտները իրանք են գիտես ոնց են ծերում սաղինը ճա դինամիկ գնաց բան արագ փոխվեց բան ցույց տվեց բան բրենդինգը բան այդ ամեն ինչը սաղարանը գնում է դանդաղ գնում բայց այդ ամեն ինչը հանդերձ արծաթը շատ զարմանալի էր որ case-ը իրոք վատներ, այդքան վատներ, որ արծաթի վրա մենք զարմացել ենք։ Ես հիշում եմ ժուրներից մեկը դուրս եկավ Վասխոտ կազմակերպության Եկատերինբուրգից մեր շատ լավ ընկերներն են։ Գուբայդունին Անդրեին մեկ էլ հարցեց, ասի ոնց էր այդ քեյսը, ասես դու քեյք, ասեցի ձեր առաջի քեյսն էր։ Ասի հա, ոնցներ, ասում работа хорошая, ասում քեյս գավնա։ Ուտե մենք այդտեղ հասկացանք ինչ է նշանակում։ Լեզանգի։ Այդտեղ հասկացանք ինչ է նշանակում, էլի քեյսը ինչ նշանակություն ունի։ Եթե ինքը լավը լիներ, ոսկին տենց հանգիստ կարա լինի։ Գալշկա դնելով այդանք հասկացանք up to։ Լինում է նաև հակառակը, երբ որ դու ամեն ինչ ես ուզում ցույց տաս ու դու 2 րոպեի մեջ օրինակ մեր մոտ եղել է տենց։ Երբ որ դու շատ մատերիալ ունես ու դու պիտի ինչ-որ բաներից ոնց որ երբ որ դու մտածում ես ինչ-որ լավ մտքեր ունես, ոնց որ հասկադրով կա եւ այլն, երբ որ սկսում ես հավաքել հասկանում ես որ դու 2 րոպեն անցնում ես արդեն ու ստիպված պետք է իրան կրճատես։ Բայց այդ կրճատելը իրականում այդ 2 րոպեն ինքը շատ կարևոր լիմիտ է, որովհետև մարդու ուղեղը ու նաև հաշվի առնելով, հա, իրանց նագրուսկեն, հա, ժյուրիի վրա թե իրանք ինչքան գործ են նայում, այդ 2 րոպեն լավ տենց ճիշտ հաշվարկած ժամանակ է, եւ դու կարողանում ես ոնց որ ցույց տաս քո իդեան, եթե դրա մեջ օրինակ ու իրանք երևի հաշվի են առել, տենց նու տարբեր փառատոններ ուսումնասիրել են, հասկացել են, որ 2 րոպեն դա ճիշտ բան է։ Ինձ թվում է գնալով դա կքչանա այդ 2 րոպեն, կարող է չգիտեմ 1.5 դառնա հաշվի առնելով որ ռիլերն են մեր ուղեղի վրա ոնց ազդում, հա, որ սկսում ես ավելի կարճ բաներ, ավելի ուղեղը սկսում ավելի լավ ընկալել, հա, շորտ ինչ որ վիդեոների տեսանկյունից, բայց երևի ավելի պսիխոլոգիայի ոնց որ դաշտ ենք մտնում, բայց այդ 2 րոպեն, հա, օրինակ լեսի տեսանկյունից, հա, մենք մի հատ պրոյեկտ ունենք, լեսա կոչում, less platform, logistic
լոգիստիկ պլատֆորմա եւ ոնց որ մենք շատ իդեաներ ունեինք, ուզում էինք ցույց տանք լիքը բան ու սկսեցինք կրճատել, որ այդ մինչեւ այդ 2 րոպեն կարողանանք հասնենք ու այն որ էլի երևի տենց 2:01 ոնց որ 2 րոպե ու մի վայրկյան կարող շատ ստացվեր, այն որ արդեն լավ, օքեյ, ոնց որ ստոպ ենք անում, ոնց որ սրա վրա Ոնց որ դա հակառակ բայց 2 րոպեն երևի adekvat ժամանակ է, նոր ինչ մտքի վրա բռնեցի, որ ֆիլմի թրեյլերները 2 րոպե են լինում։ Եթե ֆիլմը կարողանում ես ժամ ու կեսանոց ֆիլմը ամբողջ իր սյուժետային կամ 2 ժամ, 3 ժամանոց կարողանում ես 2 րոպեում ներկայացնես մարդիկ հասկանան, սա գնան նայեն թե չէ, այս ֆիլմը։ Ուրեմն քեյսի համար երևի ինչ որ 2 րոպեն ինչ որ բանի հետ երևի կապ ունի, բայց ինքը ամեն դեպքում բան է, բավարար ժամանակ է, որ դու կարողանաս պատմես, բայց ուսմա բակը գրենք, որ դա մինչևն է։ Մեր սխալը ճանա, որովհետև մենք ծերացնում էինք, էլի, այդ դահլիճում նստած մարդկանց, արդեն հա, ես պատկերացնում եմ մինչև այդ ժյուրին ոնց ենք ծերացել, որոնք որ այդքան քեյսերի մեջ մի հատ այդ մեր երկար սղարան հյուսիսայինի բանն ենք նայել, կադրը դրած էլի, բայց դահլիճում եթե ծերացնում ես, արդեն պարզ է։ Հետո ստացանք նորմալ արդեն աշխատած քեյսը, չէ՞, երբ որ հետո մեր էլի ռուս ընկերներից մեկի հետ փառատոնից հետո խմում ենք փաբում ասեց մի բան պետք է հասկանաք, ասեց Ժորդ, իրանք ամենաշատ գովազդի մրցանակ ունեցող կազմակերպությունն են էլի ռեգիոնում։ Ասեց մի բան պետք է հասկանաք, որ գործ անելը կոնկրետ, որը որ դուք ստացել եք կլիենտի համար ու ձեր պորտֆոլիոյի համար, դա մի գործ է։ Case ստանալը, դա իր հետ կապ չունեցող գործ է, դա առանձին գործ է, առանձին տրամաբանություն է։ Հենց չի որ դու ընդհանրապես ցույց տաս ոնց ես դու այդ գործը արել, case-ը ստացված։ Դու առանձին դեռև գործ ունես անելու։ Ոնց որ հիմա եթե հետ գամ քո բերած օրինակին, հով կան հատուկ թրեյլերի մասնագետներ, չէ՞, համոզված, որոնք խզարած թրեյլեր հաուսներ կան, համոզված են, որ նենց թրեյլեր հաուսներ կան, որ չեն, Warner Brothers-ը հիմնականում իրանց է դիմում կամ Paramount, այսինքն իրանք հիմնականում դրանով են իրանց հացը վաստակում, որտեղ դա մասնագիտություն է։ Դե նա տենց լիներ կտային հենց բանի ֆիլմի քեստը կաներ էլ։ Հա, միանշանակ տենց է, ու եթե նայել ռեսուրսի, հա, ագենստվայի տեսանկյունից, հա, ինչքան ռեսուրս է օրինակ ծախսում հենց բուն պրոջեկտի վրա, հա, որ կլայենտին հանձնի, ինձ թվում է հավասար է քեյս արկելու ու ոնց որ պրոջեկտի վրա ծախսած, ու դա նաև գումար է, ոնց որ ճիշտ ես, ու ամեն էջենսի չի գնում ոնց որ այդ քայլին, որ կարողանում է առանձնացնի ոնց որ բյուջետ դրա համար ու որտեվ հեշտ չի իրական։ Ու նի ֆակտ որ դու ոնց որ կգրես ինչ որ մի բան, դա երևի պետք է երևի խոսալ նրա համար, թե նրա մասին, թե ինչի համար են փառատոնները, հա, ինչի համար է պետք դա անել, որովհետև ըստ է շատ կարևոր է նպատակը, հա, օրինակ հա մասնակցեցիր, գրեցիր օրինակ։ Հետո ինչի համար ես դու դա անում, հա, օրինակ հիմա մենք փորձում ենք բացատրել, որ դա թե ոնց ենք մենք անում, թե ոնց կարելի է անել, որ դա ինչ-որ մի բանի հասնի, բայց թե ինչին է դա բերելու, դա մի քիչ ոնց որ ուրիշ դաշտի մեջ ենք, հա, մտնում ավելի promotion-ի, օրինակ թեկուզ մեր տեսանկյունից, հա, փառատոնները իրանք նո ինչ մասին որ խոսացել ենք, որ դու հասկանում ես, որ դու ճիշտ ուղու վրա ես, որ դու կարողանում ես ոնց որ թմի ներսում եւ շուկայում ազդեցություն ունենաս, լավ իմաստով ազդեցություն, որ կարանք ոնց որ բոլորն է կարան անեն, չգիտեմ, նո ավելի motivation ինչ-որ տեսանկյունից նայել, նաև դա լավ promotion է, օրինակ կամ փառատոններ, ինչ որ կարա օրինակ ռեալ կլիենտ բերի, հա, փառատոններ կան, որոնք որ համագործակցում են տարբեր բլոգերի հետ, տարբեր թեկուս AdAge-ը, հա, վեկալենք կամ AdWeek-ը հայտնի, նու գովազդի տեսանկյունից, գովազդային, եթե բլոգերի մասին խոսանք, որոնց որ կարդում են հենց արտադրողների, հա, մարքետոլոգներ, մարքեթինգ դեպարտմենտների մարդիկ, ովքեր որ տենց իմանում են ինչ որ նոր էջենսի մասին, հասկանում որ ոնց է տալանտ փնտրելու, ոնց որ հնարավորություն կա լինում, ասենք մրցանակաբաշխությունը, դες պետք է օֆլայնա ցերեմոնիա լինում,
լիքը սեփականատերեր, էջենսի, մարքեթինգի բաներ, տնօրեններ, էջենսիների կլիենտի կողմից լիքը մարդիկ ներկան լինում, որ իրանք հասկանան, այս էջենսի հետ կարելի է աշխատել, շատ է լինում։ ինքը շատ լավ տեղ է, նոր վաճառք ապահովելու, նոր կոնտրակտի համար շատ լավ գործիք է։ Բայց խոսանք հիմա անցնենք երևի գումարի մասին, ծախսած բանը, որտեղ որ ասացիր, ռեսուրս, ասենց կետերով բաները 10 կարևոր բաների կետեր կամ 5 հատ կստացվի, 7 հատ կստացվի, բայց այդ կետերով գնանք, որ ինչա բաներ ֆինանսի մասին, ինքը հաստատ մեծ ֆինանս է։ Այսինքն նոմինացիա, քեյս սարքել, մարդիկ ներգրավել քեյսիթիում, եկեք այդ ֆինանսներից մոտ իրան բերենք ոնց որ բան էլի, ավելի շոշափելի դաշտ։ Նու ինքը իրականում, հա, ոնց որ թանկա դիմել օրինակ փառատոններին, որոնք որ շատ բարձր ստատուս ունեն։ Օրինակ Կանի փառատոնի փառատոնը։ Օրինակ Կանի փառատոնի իմ հիշելով էֆեկտիվությունը ամենաբարձրն է, չէ՞, մոտավորապես 1500 եվրոյի կարգի է։ Ինչքան հիշում։ Անկամ միջին գինն է։ Հա, նոմինացիայից էլ է կախված, չի։ Հա, նոմինացիայից էլ է կախված իհարկե, ոնց որ ավելի ցածր գին ունեն դիզայնի, քրաֆտի, ինչքան հիշում եմ։ Հիմա ամեն տարի փոխվում է, բայց այս վերջի տվյալներով ինչքան հիշում եմ, տենց է։ Դիզայնը, քրաֆտը միշտ մնում ավելի ցածր, էֆեկտիվություն, իմփեկտը, TV-ին, TV-ին, այդ կլասիկները, ինչ որ կլասիկի մեջ է մտնում, դրանք թանկ են։ Հա։ Բայց ու նաև պետք է հասկանալ, որ կան փառատոններ, որտեղ դու հնարավորություն ունես տրոֆին առնես։ Ու այդ իրականում դա մի քիչ խնդալու է, երբ որ դու գումար ես ծախսում ու նո արդեն ինչ-որ մի բան նվաճում ես, հա, դու պետք է նաև վճարես նրա համար, որ դու այդ ստատուետկան ունենաս։ Մենք դա բանանք ու այն հետևն է, բաներ, գերիթիներ։ Գերիթին մենք հաղթեցինք, ուրախացանք, գրեցինք իսկ երբեք ուղարկում մեր բանը, մրցանակը։ Իսկ երբեք դու գումար։ Ասած իսկ դուք փոխանցել եք այդ գումարը, ասես որտեղ այնտեղ քար այդ փայլուն քարն է, այդ բանն է, քանդակն է, բանն է ձեռքով արած, ասած էդի անհնար է տենց պրոստը որոշել ես որ ստանալու ես, այսինքն գումարը ու նաև բանից է խոսանք, որ այդ էլ հիշենք էլի, որ կախված է գումարի չափը, թե դու երբ ես դիմել, որտեվ հիմա early bird կա, այսինքն էտապները դու կարաս սկզբից լինի $1,100, միջև հասնես դու ուշացնես, ձգես, կոքես ու ուշուղարկես, դառնա $1,700։ Բայց իսկ մի հատ ծախսը նշեմ էլի այստեղ, մենք միանգամից անցանք փառատոնին, բայց մի հատ եկի կանցնենք кейսը բոնուս ստանալու համար, ինչքան գումար է պետք էլի, որտեվ այդ product-ը ստանալու համար քեզ պետք է աննորմալ dedication թմի կողմից, որը որ անկանխատեսվող քանակ աշխատաժամերի, օրերի, գիշերների, բացի դրանից դու ունես cash նաև գումար ծախսելու տեղ, օրինակ մենք հիմա անգամ ոչ փառատոնների համար ամբողջը զուտ մեր պորտֆոլիոյի համար ունենք արված մոտ վերջի շրջանում 11 գործ, այդ 11 գործը ուզում ենք մեր պատկերացմամբ ոնց որ կուղարկենք փառատոնի, անկախ նրանից ուղարկելու ենք թե չի, իրենց ներկայացնենք մեր պորտֆոլիոյում։ Մենակ այդ 11 գործի մենակ բուն ֆինանսական ներդրում։ Չենք խոսում ստաֆի ներգրավվածության եւ ստաֆի ծախսած ժամանակի մասին, որը ավելի շատ է, քան ֆինանսական մասը։ Մենակ բուն, եթե չեմ սխալվում, կախված դրանից, որ անիմատորի հետ կամագործակցենք եւ այլն, մոտավորապես $15,000 կարգի։ Այդ մենակ բունն որը դու դուրս տաս։ Դες չենք խոսում, որ շատ քիչ ասացիր դու։ Հա, ես այդ թիվն եմ հիշում, որ մենակ cash-ես գումարն է, որի առնվազն մի հատ էլ հələ դրա չափով, եթե դու վերածես թմի աշխատանքը, որը որ կարար ուրիշ պրոյեկտի վրա աշխատել գումար բերել, ինքը աշխատում է դրա վրա, ու երևի թե քիչ ասեցի իրականում, հա, իրականում քիչ ասեցի։ Որտեղ եթե նայենք տես մի րոպեանոց անիմացիա, քո ասածը մոտ $1,000 քանի արես, այդքանով դժվար չէ ասելի, լավ անիմացիան չես կարող անես։ Տպագրությունը նյութերի, որը որ է շուտն արմի, այսինքն այդտեղ փողի միջև անիմացիա։ Մենք եթե չեմ սխալվում, մենք հաշվում ենք, որ մենք գործեր կարող ենք դիմում ենք փառատոն, սա իրար մենակ մի գործի դիմելը մի քանի նոմինացիայով, մոտավորապես էլի $10,000-20,000 շրջանում էր կազմում։ Էջենսին են էլ Հայաստանում մենա ոչ ստաբիլ շուկայում, հələ պետք է կարողանա
դիմանա այդ երևույթին։ Ինքը հեշտ ծախս չի, մարդիկ այդ գումարով down payment-ն անում, մեքենային առնում, кейսի մեջ ես ներդրում անում, որտեվ ու չգիտես կգրես թե չէ։ Իհարկե։ Բայց դրանից է կախվածա դու բան իշքան մրցանակը վերցնես, որտեղ դու կարաս մի кейսով 4 նոմինացիայով գնաս։ Բայց նաև պետքա գումարը հասկանաս, որ դու մի քանի կատեգորիա պետքա ծախսես։ Այսինքն դու մի կատեգորիա եթե դիմես, այստեղ մի հատ ուրիշ նյուանսի մասին, հա, խոսենք։ Երբ որ ժյուրին տեսնում մի անգամ գործդ, դա մի բան է։ Դա մի բան է։ Դու կարաս անես բոմբած case, բայց կոմոդ օրինակ չգիտեմ, գումար մնա, մենակ կոպիտ ասած, մի կատեգորիայի համար։ Դու դիմում ես այդ գործով մեկ կատեգորիա։ Դու ունենում ես միանգամյա ցուցադրում ժյուրիին, հա։ Եթե դա նույն ժյուրին է, ու ունեն օրինակ այդ կատեգորիան ունի տարբեր պատկատեգորիաներ, հա, տակից, դու կարաս ոնց որ եթե դու ունես գումար, քեզ թույլ տաս օրինակ մի քանի տեղ դիմելով, պրասմոտրների քանակը շատացնես, որ դա կարողանա գովազդես քո case։ Գովազդում ես։ Հավատա որ այդ case-ը տեսել է, էլի, բացի դրանից կարող է ինքը չի բացառում, որ մեկ այլ փառատոնում ա եղել ժյուրի։ Էդ էլ է շատ կարևոր, որ case-ը տեսել է տեղել։ Միանգամից կաններ գնալ, դա շատ սուտ է ու անիմաստ է։ Կարծեմ բանն կա, իրանց policy մեջ նշածել է, որ իրանք չեն տալիս case լավագույն ինչ որ բան, ոսկին ա կարծեմ կամ Grand Prix-ը չեն տալի, եթե դու մի քանի հատ փառատոն նշման գոնե այդտեղ չես գրել։ Ինքն չես կարա դու ոչ միտեղ չդիմես, որովհետև ինքը A կլասն է, այսինքն իրանից հետո հունիսի վերջ մտավ կանը, դրանից հետո արդեն գալիս են ուրիշ փառատոներ, սեպտեմբեր, հոկտեմբեր, բան ու մեկ այլ տեսակի փառատոն են գալու, բայց եթե վիդեոներով բանով դու դիմես, մեկը գիտես A կլասի իրան ես, ինքը ասում է իզից առաջ լիքը տեղերը դու դիմի, մի հատ տենամ դու տեղից ինչեր ես գրել, ոնց որ ուրիշները ֆիլտրեն միլիոնատ հարց ընդեղ ունել ինքը որտեվ դու կարող անտեղ չես անցնում, կարող է քոնտեղ բան դու խափում ես кейսիդ մեջ սուտ թվեր ես ներկայացնում, ընդեղ արդեն գոնե ֆիլտրված իրան գալիս է ասում, որտեվ ինքը քեզ տալիս է ոչ թե մենակ մրցանակ, այլ ստատուս է տալիս էլի։ Բայց ոչ միայն ոնց որ այդ restriction-ն է, հա, ֆեստիվալը նաև որպես agentство-ի համար է դա լավ, որտեվ ինչքան ինքը տարբեր փառատոններում ինչ-որ մի բան տանի, այդքան ինքը ավելի շատ գերեվա, այդքան ավելի շատ ժյուրին տեսնելուց կասի, ես սա տեսել եմ, ես ոնց որ ոնց որ ավելի շատ բանի հարց է, եթե ինքը տեսել է ու իրան շատ աչքին ընկե, ուրեմն դա պոպուլյարնի գործ է եղել։ Ինքը ուրեմն ինչ որ միտեղ գնահատվել է, ինչ որ բլոգ իրան նկատել է, որտեղ ինքն էլ է ոլորտից է էլի այդ մարդը, այն բլոգներում որտեղ որ գրել են քո кейսի մասին, ինքն էլ է էլի օրվա մեջ մտնում է առավոտում այդ բլոգը կարդում է։ Դա մեծ էջենսիների մոտ, ում համար պրինցիպալը ռեյտինգով լինել համաշխարհային առաջի հորիզոնականներում, իրանք անգամ кейսը սկսում են PR-ել հələ միջև փառատոնը, որպեսզի այդ բոլոր ժյուրիները տեսնեն։ Որտեվ այդ քո ասածն է, ինքը ինչքան որ ինքը տեսել է, դա մի քանի գլուխ բարձր է լինելու այդ кейսը։ Եթե իր PR-ը կշիռ ավելի բարձր է, ուրեմն նշանակում է մարդկանց ինքը բռնել է, ինքը հետաքրքրություն ունի առաջացած դրա համար էլի կստանանք այս կարևոր կետի մասին է խոսանք, քանի որ վիդեոն եք քննարկում էլի, վիդեոյի կառուցվածքի մասին, որովհետև մենք առաջ անգամ մեզ սովորացրեց մի հատ հայ ստրատեգեր Լոսից Շանտ Հաբեշյան, կարծեմ, ինքը սովորացրեց кейսը ինչ ոնց որ հիմնասյուները кейսի որոնք են։ Երբ որ մենք кейս ուղարկեցինք ինքն այլ սճ ասա ժողովուրդ, սենց չի լինում։ Кейսերը լինում են հետևյալ կերպ. խնդիր, խնդրից հետո insight, insight-ից հետո կրեատիվ լուծում, կրեատիվ լուծումից հետո արդեն result, արդյունք։ Ասում եմ, այս պետք է լինի, այս է կարանք նսվիքսեն, որ ինքը շատ է օգնում։ Այսինքն ժյուրին ուզում է նստած նայ թե ինչ խնդիր է եղել, դու դրա վրա ինչ ինսայթ ես գտել, այդ ինսայթը ոնց ես կրեատիվ ձևով, ստեղծագործական ձևով ներկայացրել, առաջարկել դրա լուծումը, արդյունք ինչ է ստացել։ Այս ուզում է ժյուրին այս պետքա ցույց տաս, այս էլ է ինչ որ իմ կարծիքով կարևոր կետ է, որ սարքելուց գոնե քեզ օգնում է։ Գոնե 2 րոպեն որ բաժանում ես 4 հատ 30 որ ստանում ես պայմանական հասկանում ես որ առաջի 30-ը գտել ես բալավ ես երկրորդ 30-ը ինսայթն աստեղ ինչն եմ դնում երրորդն եք գտնես չորրորդն եք գտնես դες էլ էլի կարևոր կետ է էլի շատ կարևոր կետ է կոնստրուկցիան չնայած որ եղել են դեպքեր տեսել եմ որ այդ կոնստրուկցիայով չեն եղել ու
էքսպերիմենտալ кейսի կոնստրուկցիա ու էլի կարողացել են ոնց որ նպատակին հասնեն հիմա հաստատ չեմ հիշելու, բայց ոնց որ այդ կոնկրետ կլասիկ ձևը ինքը շատ հաճախ է։ Այդ կարաս անես էքսպերիմենտ, որ դու մի 20 հատ մտեն նորվեգիական բան կար, էջենսի կար, որ ինքը կանի նորվեգիական էր կամ բելգիական էր, որ կանի սաղ բաները տարավ ծախի առյուծները, տենց բաներ։ Իրանք որոշել են, որ ոսկին արժեք չունի, էս մեր համար մեր աշխատանքն է կարևոր, ու իրանք տարբեր շուկաներով ոսկի գնա, ոսկի առնող ծախողներին, ոնց որ մեր բաղնիքի շուկան, տենց տեղեր գնում էին, ասում են, սրան ինչքան կա։ Հիշում մարդիկ ասում են, ոչ մի բան չեմ տա սրան, էս ինչ ա, վերցնում նայում են բանա, տակ ինչ որ գիպսա, միպսա կամ մետաղա, իրանց եթե դու ունես այդքան պրոմոշնի համար է դա։ Հա, եթե դու ունես այդքան ոսկի, դու կարաս մի հատ էլ էքսպերիմենտ անես, էդ էլ ցույց տաս, հալացնես 10-0 է այս ամեն ինչ, բայց էդի երբ որ բայց եթե դու սկսնակ ես որոշում ես էքսպերիմենտով մտնես, փող ունես մտի։ Դու էքսպերիմենտ անելու համար էլ դու երևի պետք է։ Եթե դու կարող ես $1500 ծախսես էքսպերիմենտի համար, մենակ այդ քեյսի զավքին, օքեյ, ծախսեք շատ լավ։ Լինում են դեպքեր, երբ որ դու չունես բյուջե ու դու անում ես էքսպերիմենտ, որովհետև դու չունես բյուջե։ Sense դեպքեր են, այսինքն դու փորձում ես սիտուացիայից ինչ որ մի ձև դուրս գաս, Նրանք կայֆոնով նկարում ես ֆիլմ, էլի, եթե դա լիներ մի 10 տարի առաջ, էքսպերիմենտ կարել էր, չէ՞, օրինակ, հա, դա ոնց որ ինչ որ միջոց է, դու դա ներկայացնում ես որպես ինչ որ ֆիշկա, բայց դու իրականում ուղղակի չունեիր, այս գիտեք ինչի նման է, Փարաջանովը երբ որ գնաց կաններ, ու իրան ասեցին դու պետքա smoking-ով գաս, իսկ ինքը չուներ smoking, ինքը իր վրա ասենց մեծ տաբլիչկա էր կպցրել, գրել էր no smoking։ Ու դա շատ մեծ ֆուրոր է կաններում ոնց որ անել, որ դա շատ կրեատիվ է թվացել, բայց չեն հասկացել, որ այդ մարդը ուղղակի smoking չուներ։ Ոչ մեկ չի խորացել։ Չեն խորացել, որովհետև հա պրոստը մարդը կրեատիվ է, ինքը շատ ոնց որ շատ լավ լուծում է, էլի գտել։ Այո։ Այդ ոնց ասեմ, տենց ոնց որ մոտեցում էր կարող լինի։ Ես այդ մի բան եմ ուզում նշեմ, որ հիմնականում նաև շատ խնդիրներ փառատոններում, որը որ նայում են кейսի մեջ, ուշադրություն են գրավում հիմնականում նաև այն խնդիրները, որոնք որ ազգային կոմպոնենտ ունեն տարօրինակ այդ ժյուրի համար։ Նրանք չեն հասկանում։ Հա, օրինակ ես հիշում եմ, ոնց ժյուրի անդամներից մեկը դուրս եկավ, լացելով փաթաթվեց քեզ բավական է գործը նայելուց հետո ռեդեփլի ժամանակ ասաց ես պարզապես պատկերացում չունեմ, որ հնարավոր աղջիկ անունը դնել բավական, որ էլ աղջիկ երեխա չծնվի այդ ընտանիքում։ Նա ինքը խնդրեմ է, որը մենք հասարակության մեջ ունենք։ Եթե դու գտել ես այդ խնդրեմ ու այդ խնդրեմին ուշադրություն ես հրավիրում այն մարդկանց, ովքեր անգամ չգիտեն, որ տենց խնդրեմ կարա լինի, հա, то есть դա էլ է շատ նեղ, բայց շատ մեծ ուշադրություն գրավում նաև փառատոնների ժամանակ կա հատուկ տեղ field-ը, որտեղ որ դու կարող ես նշել, եթե դու հասկանում ես, որ ժյուրին ուրիշ ոնց որ երկրի ներկայացուցիչ է ու չի հասկանում, թե դու ինչի մասին ես խոսում, առանձին field կա, D&D-ում օրինակ կա դա։ Երբ որ դու cultural ոնց որ տարբերություն ես գրում, որ մեր ոնց որ չգիտեմ մոտ դա sense նշանակություն ունի ու սկսում ես բացատրել։ Դա շատ կարևոր է լրացնել տես դեպքերում, եթե կա ինչ որ ազգային կամ ինչ որ մենակ մեզ է մոտ է մենակ ընդունված, պետք է ասես էլի։ Հա, ու այդ field-ը կա, փաստորեն եթե կա, ուրեմն եղել են դեպքեր, երբ որ չեն հասկացել ու ժամանակի ընթացքում դա ոնց որ հայտնվել է ուրիշ փառատոններում։ Կոլումբիական բանկի кейս կար, որ բան էր արել մեծահասակների համար ինքը բան էր տալիս, հնարավորություն էր տալիս գումար կուտակես բանկում քարտիդ վրա ու ինքը սենց էր ներկայացնում մեր երկրում 50+ մարդկանց մոտ խնդիր է այդ բանկային գործակցությունը ինքը չգիտի ոնց են կուտակում, ոնց են քարտին գումար գցում, այդ ամեն ինչը չգիտի։ Դրա համար ասես մենք համագործակցել ենք փողոցի այդ հեռախոսները որ կան բուտկաները որ կոպեկը գցում ես, զանգում ես։ Իրանց հետ էին համագործակցել, ասում են ինքը վերցնում է, բուդոկը լսեց, իր հեռախոսի համարն է հավաքում, որը որ վերիֆիկացնում ենք, ու կոպեկն ինքը ինչքան գցեց, գնում է իր քարտային հաշվի վրա։ Հիմա
ինչ որ մեկին ցույց տաս եվրոպական բանում փառատոնին, հակառակի խիչի կարում ինքը ինչ խնդիր է լուծել, բայց այդ մարդիկ իրանց ազգային բան խնդիրը բացատրում են, ասում են մեր մոտ 50+ արդեն ինքը բանկային գործար քարտին փոխանցեմ, բան անեմ, այս քարտից գցեմ կուտակեմ, ինքը դրանից չի, իր համար շատ հեշտ է, հիշում է իր հեռախոսի համարը, գիտի, ուրիշ պրոստը ձենը լսեցա ու պրոստը ինչքան մոտը կոպեկա գցում է այդ բանի մեջ։ Այսինքն այդ քո ասոցի օրինակն է, որ պետքա ներկայացնես քո երկրում ինչ կա, քո մենտալիտետը որն է, որ կամ կոշոգոնել էր այդձև արշավորացի ինքը քեզ սկսում է բանից ասում է մեր մոտ աղջիկը երբ որ կույս է ամուսնանում է իր բանը սպիտակ եղենը տղայի մայրը հանում է դու սպառացնում է ու այս մեր մոտ տրադիցիա է դրա համար մենք որոշել ենք այն խնդիրները, որը որ փախցրել են աղջկան, առանց աղջկա համաձայնության ամուսնություն ա տեղի ունեցել, մենք վերցրել ենք սպիտակ եղենը որպես գովազդային կրիչ, որ ժյուրին որ չգիտի քո մշակույթը հասկանա, դու խես տեղ անում։ Ու դա ինձ հոգն է ամենասկզբի։ Հա, ինքը Եթե թողեցիր բացատրությունը վերջում, ինքը չի նայելու իրան հետաքրքիր չի։ Հասկացանք այդ կառուցվածքը, ինսայթների բաների, մի քիչ կարանք ժյուրի բանից դու ես ժյուրի եղել։ Կարանք ժյուրի գնահատման սիստեմներից խոսանք, ոնց են առհասարակ բաժանվում, ոնց են դասակարգում, ոնց է անցնում էլ այդ էտապը, ինչքան կարանք այսօր հնարավորինս ինֆորմացիա տանք, էլի հետ վերադառնանք սկզբին 10 հոգու եթե օգնենք, չգիտեմ, չեմ ասում օգնենք, որ ինքը հաղթի, 10 հոգու ինչ որ մի հատ բան կարանանք հուշենք իրան, այդ դրանով օգնենք, ուրեմն ժամանակ խնայեք։ Հա, ուրեմն հաջողված է այս հաղորդումը, էլի։ Գնանք ժյուրից ինսայդերսկի մասերից պատմես էլի ներքին մասերից։ Նո առաջի բանը այն է, որ եթե դա պետք է հասկանալ on-line ժյուրի է, թե ֆիզիկապես հավաքվում են եւ սկսում են նայել գործեր, հա, ծանոթանում են իրար, որ իմանան իրիկունը ոնց ում հետ են խմելու։ Այո։ Իսկ եթե on-line-ը չէ։ Ամենատխուր բանն է on-line-ը։ Հա։ On-line-ի ժամանակ պետք է այսինքն ամեն մի փառատոնը ունի իր software, sense ասած, հա, իրանց վեբսայթում, որտեղ որ դու կարողանում ես գնահատել դեռ shortlist-երը։ Ոնց որ առաջի էտապը, հա, թե ինչ ոնց որ 10 բալանոց սիստեմայով օրինակ Առաջի էտապը դու դնում ես գնահատականներ, թե դու ոնց ես ինչ ձև ես գնահատում ամեն գործը։ Բոլոր գործերը պետք է անցնել։ Եվ այդ բոլոր գործերը անցնելուց հետո բացվում է մյուս փուլը, երբ որ իրանք արդեն հենց ֆեստիվալի կողմից է, հասկանում են թե որ գործերն են դուրս թռը, հա, ասենց ասած, shortlist-երից եւ դու արդեն սկսում ես գնահատել ոնց որ shortlist-երից հետո ավելի բարձր ինքը կվեկալի ինչ որ մի բան, թե կմնա shortlist-ում։ Օրինակ կաններում ինչքան գիտեմ դա ֆիզիկապես է իհարկե ու ձեր են բարձրացնում, օրինակ չգիտեմ ինքը եթե shortlist-ը բոլորը օրինակ ձեր են բարձրացնում, հա օքեյ shortlist-ը, եթե գալիս են օրինակ չգիտեմ հայտարարում են այս գործը արժանի է բրոնզային, եթե ձեր չեն բարձրացնում, ինքը մնում է shortlist եւ այլն, ոնց որ sense գնում բարձրանում։ Բայց 10 բալը էլի պահում են ժյուրին։ Երևի քեսերի սպეციფიკայից է, սպეციფիկայից կախված է, բայց այդ 10 բալի գաղափարը պահում են։ Այսինքն 5 բալ ժյուրին ուղարկում են 5 բալից 10 բալային համակարգով ես գնահատում։ 5 բալից պլյուսները բոլորը շորթ են։ Սկզբից ընտրում են շորթերը։ Այսինքն միջինացված 5 բալ հավաքել ես դու, 5+ հավաքել ես, արդեն շորթ ես։ Դրանց մեջից արդեն իրանք այնտեղ տերմին ունեն, մետալա կոչվում։ Դες մետալը ցանկացած արծաթ, բրոնզ, ոսկի մետալ է։ Դրանց մեջից սկսում են ընտրել մետալ։ Դրանց մեջից ֆիքսում են բրոնզներին, բրոնզների միջից ընտրում են արծաթներին, արծաթների միջից ոսկուց, ոսկիների միջից ընտրում են գրանպրին։ Այսինքն այդ 10 բալայինը քո խնդիրը, որ քեզ ուղարկում ես, ամենաառաջի կարևոր բանը, որ 5+ գոնե հավաքես ամենասկզբից։ Ժյուրի բոլոր գնահատականների միջինացված արժեքը 5+ կազմի։ Ուրեմն դու արդեն բան ես, աշխատանք ես ներկայացրել, որը մետաղի արժանի է։ Ցանկացած մետաղ էլ այդ ոսկի, բրոնզ թե արծաթ։
այդ ձև գնում է մենք մեզ որ ուղարկել էին կրիտերիաները առաջի բանը դա է ֆիքսեն որ համ կարդում ես կրիտերիան համ ուզում ես հասկանաս էսի ոնց ես հետո օգտագործել որ կրիտերիանը նայում ես հակառակացար հա օքեյ 10 բալ եթե դիմա 5+-ն է ուրեմն ժողովուրդ ինչ անում ենք սրանից հետո մյուս տարիների ընթացքում անում ենք 5+-ը առաջի կրիտերիան է գոնե պիտի շորթը ապահովի ժյուրին, հետո արդեն կսկսես, էլի, հույզերդ կմեծացնես, բայց առաջի քո բանը ոնց որ գոլը 5+ հավաքելն է, էլի։ Այդ ժորենի ժամանակ ամենահետաքրքիրը որ նկատում ես թե ոնց մի մարդ կարող անգամ բոլորի կարծիքը փոխի։ Հա, շատ հաճախ է։ Տեսնում ես մի հատ case-ը գնում, մենք տեսնում ես այդ case-ը տապալում են հենց հիմա, կոնկրետ, ժյուրիում չեմ քննարկման մեջ կա սիգուր է 14 հոգի են 13-ը այն որ թաղել են արդեն case-ը մի հոգի, որը որ կարող է լոբինգով զբաղվում այդ case-ի, կարող է ուղղակի իր սուբյեկտիվ կարծիքն է։ Կես րոպե խոսում է, մենք հասկանում ես ոնց է, sense շրջադարձային փոփոխությունա բոլորի կարծիքների մեջ։ Ու դա սոլիդարնեստ էլ կա, որ իրար ճանաչում են մանավանդ։ Չեն խորանում խի այդ մարդը այդքան վիզ դնում այդ case-ը, որ ասպե լավ, եթե կարևորը դավեց։ Բաց թողենք այդ case։ Այսինքն այդ սուբյեկտիվ ֆակտորը ինքը մեկա կա։ Կարան նոմինացիաների ընտրության մասին էլ ասես, ասա։ Հա, այստեղ մի հատ էլ բան ավելացնեմ, որ կա գնահատելու ձև, հա, թե ոնց են գնահատում գործը։ Ամեն փառատոնը տարբեր տոկոսների է բաժանվում, բայց հիմնականում դա լինում է creativity, թե եթե դա creative փառատոն է, հա, ինքը կարող լինի 30%, կարող լինի ռեալիզացիան, թե ոնց են ռեալիզացրել այդ իդեան։ Այսինքն իրականում այն ինչը որ ոնց կառուցվում է case-ը, հա, նույն ձևեր կարելի ասել, նույն ստեփերով գնում են գնահատման։ Եթե դու հասկանում ես, որ գործը ինքը շատ կրեատիվ է, то դու այդ ոնց որ կրեատիվությանը տալիս ես բարձր։ Հետո դու հասկանում ես, որ օքեյ, բայց case օրինակ ոնց որ եղավ երևի ձեր դեպքում, հա, բանի no smoking-ի ժամանակ, երբ որ բարձր են գնահատել տոկոսով կրեատիվությունը, բայց իր ռեալիզացիան, թե ոնց են ռեալիզացվել case-ի պատճառով, հա, սխալ կառուցվածքի պատճառով, դա է եղել ցածր, ու դրա համար էր ինքը silver։ Կամ one show-ն է, կամ Եվրոբեստը կարծեմ result-ն է ամենամեծը որովհետև այնտեղ մարկը ոնց որ Եվրոբեստն է որովհետև այնտեղ մարքեթինգային ինքը հիմնական ուղղությունն է նայում то есть ինչքան է ինքը նպաստել որովհետև փառատոներ կան ու նոմինացիաներ կան կողմից են փառատոնի positioning լինում նոմինացիաներ կան ու փառատոներ որովհետև կարող է այդ քեյսը բացարձակ իրականությանը չհամապատասխան այսինքն կյանքի կոչվածը չլինի բայց իրանք մեկա կտան բայց փառատոներ կան որ չես կարա դու բանա մի հատ չենք քննարկում տեղ քեյսը իրականա թե չէ կլիենտ թե չէ դա արդեն իրանց մոտ չի դիտարկվում բայց հիմնական ուշադրությունը դարձնում են արդյունքի վրա այսինքն result-ը շատ կարևոր իրոք դու կարացել ես այդ անես այդ խնդիրը լուծել ես կարողացել ես դրանով խնդիր լուծես իրոք թե դու այդ արել ես որ քո ստեղծագործական էգոն բավարարես ու ծախսել ես ահավոր մեծ գումար դա էլ են հաշվի առնում այսինքն փառատոնից կախված փառատոն դուք ոնց եք ընտրում եկեք դրա մասին խոսանք ու նոմինացիա էլի նո փառատոնների երկու ձև կա կրեատիվ փառատոն եւ դիզայն փառատոն եթե ոնց որ գլոբալ իրանց տարբերությունը կրեատիվ փառատոնը գնահատում է հենց կրեատիվը ես կարամ օրինակ բերեմ կոնկրետ կատեգորիայի վրա օրինակ craft-ի հա երբ որ մենք տարբեր ձև ենք հասկանում craft-ը կրեատիվի ժամանակ կրեատիվ փառատոնում craft-ը դա նշանակում է թե ոնց ես դու կարողացել այդ իդեան ստեղծես հա իդեյի տեսանկյունից է craft իսկ դիզայն փառատոնում թե ոնց ես դու կարողացել իրան ռեալիզացնես նույն craft-ը տարբեր ոնց որ վիդեոների պարագայում է ռեժիսուրան արդեն ռեժիսուրա մոնտաժ անիմացիան բան ինքը մտնում է craft արհեստ այսինքն craft ասելով արհեստ է եթե դու լավ ես հասկանում ես որ բան ասենք տանկի on-line-ի գովազդը երբ որ նկարծան բուֆոն բան սա խաղում էին բան այդ գովազդում ինքը craft էր գնացել որտեվ իր անիմացիան տենց գնում է ֆուտբոլիստը կեսից տանկա դառնում կեսից էլի ֆուտբոլիստ բան այս ամեն ինչ որ կատարվում է դրա համար ինքը մտնում է craft որտեվ կարող իր իդեան
բացարձակ փայլուն չլինի։ Բայց ոնց կրեատիվի մեջ, հա, կրեատիվ փառատոնի մեջ գնահատվում է մեկը իդեան, դիզայն փառատոնի մեջ գնահատվում է իր գրաֆիկական այս պարագայում ու կարող ոչ միայն գրաֆիկական լինի, անիմացիայի, D&D-ի մոտ ոնց է art direction-ը, այսինքն ավելի շատ դեպի դիզայն եւ art direction տանող կատեգորիաներ են։ Ու այդ պետք է ոնց որ ամենասկզբից агентствայի համար ոնց որ հասկանալի լինի, թե ոնց են իրանք ընտրում ու որ գործը որ փառատոնին է սազում։ Եթե օրինակ ունես գործ, որը որ իդեայով է ուժեղ, դիզայն D&D-ին դիմել անիմաստ է։ Ու հակառակը, եթե դու ունես շատ լավ դիզայն լուծում, ինքը հետաքրքիր դիզայն լուծում է, ու դու ուզում ես իրան ուղարկես օրինակ կաններ դիզայնի բաժին, մեկ այստեղ պետք է հասկանալ կանների դիզայնի բաժին, ինչքան է դիզայնի բաժինը, դիզայնի կատեգորիայը, մեկ այստեղ կրեատիվության ավելի շատ կնայեն, քան դիզայնի։ Դա մենք նկատել ենք ու ոնց որ կան ֆեստիվալներ, որոնք օրինակ Clio-ի տեսանկյունից է, թե նայենք Clio-ի դիզայն բաժինը ավելի դիզայնին է նայում, քան կանների դիզայնի բաժինը։ Ոստեղ պետք է շատ նուրբ բաներ են իրանք։ Դիզայները համար այդ բարակամ երազանքը որն է, որը մրցանակն է։ Ստոմա D&D-ին, որովհետև ինքը ամենաբարձրն է դիզայնի մեջ։ Դրանից բարձր չկա։ Կանից էլ բարձր է։ Իհարկե։ Եթե դիզայնի առումով ենք։ Հա, բայց կանի դիզայնը բալով ավելի բարձր է։ Ես էլ տենց գիտեմ, բայց դրա համար ուղղակի էմոցիոնալ մասը բան եմ հարցնում, էլի դիզայնը էմոցիոնալ D&D-ին բան է։ Եթե մենք դիզայնի մասին ենք խոսում։ Ես սենց ասեմ իմ համար, կանները ամենաբարձրն են, որտեղ ես գովազդի մասնագետ եմ։ Ես ոնց որ գովազդը իմ համար առաջնային Ֆիլմ Օսկար գովազդ կան, չէ՞, տենց միևնույնն է տենց ասոցիացիա կա։ Ну հա, գա այդ ասոցիացիան, բայց քանի որ ոնց որ եթե ինձ հարցնեք, որպես ոնց որ агентствայից դուրս, հա, բրենդինգից դուրս, ես կասեմ, որ կանները իմ համար ավելի կարևոր են։ Բայց агентствայի տեսանկյունից իհարկե կաննը դա կանն է, դա ոնց որ ինքը PR-ի տեսանկյունից ու ինքը ունենալու կոմերցիոն տեսանկյունից ինձ համար մեկն է։ Իհարկե, բայց մասնագիտական դիզայնի առումով, եթե դու դիզայներ ես ու դու դիզայնը մասնագետ ես, քո համար D&D-ին ավելի գնահատելի, որտեվ երբ որ դու հասկանում ես, թե ինչ դեմքեր են լինում, օրինակ ժյուրիում D&D-ում ու ովքեր են, հա, գնահատում քո գործը, դա անհնարին է համեմատել մարդկանց, ով art դիրեկտորներ են գովազդային գործակալություններում։ Բայց կար ստեղ մի հատ ուրիշ բան կա, որ նա իմ համար կանը Խիեմ ես կանը տենց էմոցիոնալ մասը իրա դնենք մի կողմ, բարձա, բայց կանում, դες երբ որ դու անցնում ես մետալ, արդեն քննարկվում է քո ոսկի լինել չլինելու հարցը, քեզ գիտես ինչ վալանտյորների թիմ են գցում, որ քո кейսը քրքրեն, որ տենան դու խաբել ես թե չէ, որտեվ կանի մոտավորապես 50, եթե քննարկվում է ոսկին, դες ժյուրի մասով համաձայն եմ, կարող այնտեղ դիզայնի ասերն են նստում, բայց ստեղել ուրիշ բան, դիզայնի ասերը կարան մի տեղ չիմանան, որ այդ кейսը իրականում խաբել են, ռիզալտները кейսում խաբել են, թե չէ, որովհետև շատ կամ ինքը պլագիատա թե չէ, ինքը նայի վերջնական արդյունքը, որովհետև կանը 2 անգամ է կարծեմ, հետ վերցրեմ մրցանակը, վերջերս եղավ այն բանից իսպանացի մի հատ տղա էր, որը որ բաներ ցույց էր տվել ավտովթարների ժամանակ մեքենայի ծամոնքը ինչ որ այլ բաներով շեղվել։ Հա, շաթրից որ առել էր, տվել էր, հաղթել էր ու տեղ արդեն բանը հայտնվեց այդ շաթրում հեղինակը, որ գրաֆիկան արել էր դիզայնը։ Բայց ես օրինակ համաձայն չեմ դրա հետ, կարանք ոնց որ դա քննարկենք, որ արդյոք ինքը բանա, պետք է հետ վերցնեին թե չէ։ Ես համաձայն չեմ, որ պիտի հետ վերցնեին։ Կարան բացատրեմ իմ պայծավայ։ Շատ ստոկում կան արդեն, այսինքն վաճառում են ստոքեր, որոնք որ չունեն իրանց տակ ինչ որ իդեա։ Այսինքն դա զուտ վիզուալ ինչ որ նկարներ են, պատկերներ են։ Ու հայտարարեն հաստատ որ փոստեր ա ուկրաինացին շատ թռնում վաճառում։ Ինքը ուղղակի սարքել է ինչ որ ուզոր։
ասած ասած նախշա, որը որ ինչ որ abstract նախշ, okay, հա, որպեսզի բարձ լինի, որ լիքը մի պլաստիլին լցնում ես իրար հետ հա ձեռիդ մեջ խառնում ես, վերջում ինչ որ ֆորմա ես ստանում, թեքում եկում ես, ինքը տես նախշեր է։ Հա, եթե օրինակ չգիտեմ, այսինքն ինչ որ աշով, օրինակ վրցինով ինչ որ բան անցկացնենք, այսպես ես նկարում լավ չեմ դրա պլաստիլինը վերեցի։ Տարբերս ինչ կա, հիմա փորձենք ասել նկարագրենք, բայց դա ստոկում վաճառող նկարը այդ ստոկում նվաճառող նկարը այդ մարդը, հա, այդ որ իր տակ իդեա դրե, ինքը առնում է, ինքը դրա իրավունքը իհարկե ունի առնելու, ինքը առնում է իրան, օգտագործում է իրան գովազդի մեջ, լիքը տարբեր ստոկեր կարելի է առնել, օգտագործել գովազդային պոստերների մեջ ու անում են տենց, չգիտեմ, ֆոտոմոնտաժի ժամանակ, չգիտեմ, թեկուս ինչ որ պինդ մեքենայի գովազդ պոստեր անելու համար իհարկե չես գնալու, օրինակ, չգիտեմ, նկարես բիզոն, կարաս ստոկից առնես, իրան օգտագործես, մոնտաժես այդ պոստերի վրա ու շահես կան, եթե քո իդեան շատ ուժեղ է, չէ՞։ Դա Մանավանդ requirement-ի մեջ չկա, չէ՞ որ դու իրավունք չունես շաթերից օգտվել։ Իհարկե չէ։ Այստեղ ինձ թվում է շաթերից առնելու թեման, ինձ թվում է այստեղ հարցը ուրիշ էր։ Ինքը որպես լավագույն դիզայներական աշխատանք կարծեմ այդպես բան, որովհետև եթե ինքը պոստեր էր, հենց դա իսկ պոստերի մոդելը։ Բանը կրիտերիան եմ ասում, որտեղը կարող է քրաֆտոտ ինչ որ մի հատ նոմինացիայի է դիմե, որովհետև հետ վերցրեցին իրանից, էլի հակառակ։ Եթե քրաֆտինը իհարկե ինքը պիտի դա ստեղծեր։ Տես, որովհետև եթե քո ասած տարբերակներն մենք արել ենք, մենք գովազդային հոլովակներ ունենք, որտեղ կադրեր կար, որտեղ պետքա աղջկա այդ բալերինայի ոտի վնասները, վնասված ոտը ստենք, մենք էդի նստես մի հատ այդ մի տեսանը վերջում որոշենք ավելացնել, մինչև նկարես մի կես միլիոն, մի միլիոն առնվազն ծախսելու ես, ամենայն փոքր գումարն եմ ասում, ստոկից առնելը ավելի հեշտ է, բայց այդ պարագայում կարող է կռավ չկան հասկանաս, որովհետև եթե իրանից հետ են վերցրել, երկու դեպքա կարծեմ հետ է վերցրել, հետ են վերցրել, որովհետև ինչ որ բան չկարացավ ինքը հիմնավորի։ Քո ասած պարագան, պարզա։ Ես պետքա ցույց տայի ավտոն ոնց է վթարի ժամանակ ձևափոխվում, ես վերցրել եմ պլաստիլինի կամ քո ասած այդ բրաշի էֆեկտը, ցույց եմ տվել մեքենան, ասել եմ սենց է լինում։ Ես իդեալսա, դեռ իմ կոպիրայթն ամենակարևորը, բայց կարծեմ նոմինացիաներն են, բայց կարծեմ մենք քննարկում ենք այդ кейսը ու ինչքան հիշում եմ, ինքը հենց պոստերի մեջ էր, outdoor ինչքան հիշում, այսինքն դա craft չէր, այլ հենց իդեայի տեսանկյունից էր, ոնց որ շաթրստոկից ուղակի առելա ու այդ իդեան է դրե։ Մյուս кейսն ոնց որ դրա մեջ մենք խնդիր չենք տեսնում։ Մյուս кейսն էլի վալանտյորները որ գցել էին բաներ եղել, որ կարծեմ մեկին մեկ նույն հոլովակից եղել էր մի 15 տարի առաջ։ Դա արդեն պլագիատ է։ Ինքը տենց վերցել էր, նկարել էր, այսինքն որտեղ կարաս քո իդեայի մեջ ունենաս բաներ, որը պարզվի, ասենք Գինես գարեջուրը նկարել է տենց մի հատ դերուկ, բայց կարաս նաև ունենաս բան էլի փաստացի կոպի անես, դրա համար վալանտյորը իմ համար խա ինքը լավ, որ կոպի տեղ անել վերցնել պլագիատով գնալ կամ քեյսի մեջ բանա մենակ բանա նեղ շրջան մի 50 հոգեակ աշխատանքը տեսել, բայց դու քեյսում գրես որ 857,000 բան impression բան կանում, հենց դու մետաղ դիտարկվեցիր, էդ էլի էս ծիշկեքից գնանք, հենց դիտարկվեցիր մետաղ, վալանտյորների մասային նշում են կազակի խաղի պես կլիկ են անում ուղարկում են վրա, ասում են արագ քրքրի տես իրոք կա այս բաները, այսքան հրապարակումներ հեշթեգեր բան եղել է, այսքան կպել են ինչ որ բաներով։ Դե որը կարևոր է շատ ու որը իրականում վետարժեք է տալի էլ այդ մրցանակի արժեքը է, եթե դու ստացել ես, դրա համար էլ երևի հետ են վերցրել այդ դեպքում, որտեղ խաբելը շատ կա խաբելը, ռիզալտում ամենախաբելու տեղն է ռիզալտը։ Դու կարաս գրես մեր քեյսին անդրադարձավ 256 բարբերական ու Forbes-ը ասում էր Forbes-ի մատեն որ sense բերում են, չէ՞ քեյսից մատ ֆրազ որ Forbes-ը ասում էր ես իմ ինչ ինք ժուրնալն ասում էր իրանց կայքում գրեցին ես ինչ, բայց հենց անցնում ես մետաղի արդեն մի հատ վալանտյոր ասում է ես այսօր ամբողջ օրը ման կգամ Forbes-ի այդ հոդվածը կտնամ այդ կտորը որ կան թե չէ ու մի հատ կիքսը կարա պրոստը քեզ թրցնի էլի։ Իհարկե։ Այդ բանից խաբելուց ու բանից պլագիատներից, որովհետև եթե A կլասի գնում ես, արդեն սկսում է այդ բաները։ Բայց իմ երազանքն է էլի կանա։
Չէ, իհարկե, կանը ինքը կանը։ Այսինքն Կանից հետո կարելի է փակել էջենսին։ կանից հետո սկսում է ուրիշ կյանք։ Դրանից հետո, էլի։ Նոր կյանք է սկսվում։ Ես վերջ Համոզված։ Ագենստայի տեսանկյունից ինձ թվում է նույն ինչքան լսում եմ ու չգիտեմ ինչ որ ինտերվյուների ժամանակ կան ստանալուց առաջ ու կան ստանալուց հետո կյանքը ոնց որ sense կիսում է։ Ներեւայել է։ Ես ամենասկզբում որ խոսացինք ինչ առավելություն է տալիս փառատոնին մասնակցելու մրցանակ։ Ես համոթքիս մեջ պահում եմ ուզում եմ ասեի, որ իմ կարծիքով ամենակարևոր բանը, որը տալիս է փառատոնը, այդ այնա, որ դու սկսում ես գալ ինչ որ որակի շեմին, որին դու այդքան մեծ ձգտում չունես գալու, եթե դու չես մասնակցում։ Որովհետև ես հիշում եմ մեր առաջին անգամ փառատոնի գնալը, իմ քո տենց զարմացած դեմքերը, երբ որ դու տեսնում ես թե ինչ թույն լավ դեմքեր կան, որոնք լավ գործ են անում ու ամեն անգամ դուրս են գալի մրցանակին ստանում ու кейսեր են անում, դու հասկանում ես մի րոպե ուրիշ աշխարհ է, այստեղ իր կանոնները կա, հիմա պետք է այս կանոնները մի հատ ուսումնասիրել, հասկանալ ինչ կանոն կա, ինչի համար է այդ կանոնը ու ոնց են ստեղ առաջ գնում, որովհետև դու պետք է հասկանաս ինչա ակնկալվում քեզնից։ Ու ես հիշում եմ, որ իմ ու Հովոյի խոսակցությունը այդ առաջի փառատոնի ժամանակ սենց էր, եթե իրան կարան, մենք է կարանք, ուղղակի պետք է հասկանալ մեթոդը, որով էս ամեն ինչը իրականացվում է։ Ուտեղ մենք սկսեցինք արդեն այդ ամեն ինչը սովորել, ու դա չի կարա քո ընդհանուր բոլոր աշխատանքների որակը չբարձրացնի, որտեղ եթե դու սկսել ես մտածել кейսի մասին, այս կառուցվածքով, որ նախախնդիր, ինսայթ, իրականացում, result, դու յուրաքանչյուր վաղ ամիսօրը քո պրեզենտացիան կլիենտի հետ կամ յուրաքանչյուր պրոյեկտը, որը անգամ կյանքում չի կարա փառատոնային լինի, բայց ինքը այդ աշխատանքի մեջ արտացոլվելու այդ մտածելակերպ, որտեղ քեզ արդեն դրել են լավ իմաստով մի հատ ռամկի մեջ, ասել են այս այդ փառատոնն է, այստեղ sense բան չկա։ Դու սկսել ես մտածել այդ կոդով, ու այդ կոդը մնում է մեջ։ Դու իմ կարծիքով դա ամենակայֆ բանն է փառատոնի։ Նրա բնականաբար ավելի կայֆ չի, քան այդ թույն դեմքերի հետ հետո after party ժամանակ։ Իրականում եթե ուզում ասեի, հա, ոնց որ ծանոթանալ տարբեր մարդկանց հետ, այդ շատ կարևոր է, այսինքն դու community ես ձեռք բերում, ու դու սկսում ես այդ մարդկանց հետ շփվել, ու այդ մարդիկ հետո, չգիտեմ, ուրիշ փառատոններին ես նորից հանդիպում, իրանք են ծանոթացնում քեզ ուրիշ նոր մարդկանց հետ, դու սկսում ես ավելի ոնց որ ոլորտից շփվել, իրականում մեր շուկայում այդ խնդիրը կա, ոնց որ շփվել ոլորտից տարբեր ոնց որ էջենսիների հետ, երբ որ տեսնում եմ օրինակ ուրիշ շուկաներում ոնց է, ուրիշ երկրներում, այդ շփումը ինքը շատ է, ու ինչքան դու շատ ես շփվում, այդքան շատ ես ինչ-որ փորձ ես փոխանակում, քեզ ինչ-որ մի բան ասում, քննադատում են, թե կուզ է դելա լավ, դու ես ինչ-որ մի ֆիդբեք տալիս, ու ոնց որ այդ առողջ շփումը ինքը բերում է լիքը լավ բաների, այսինքն այդ process-ի զարգացման, ու այդ փառատոններն են տալիս այդ հնարավորությունը, դու գնում ես մասնագետների հետ ես ծանոթանում, ֆիդբեք ես հարցնում, ոնց որ այդ ֆիդբեքը գալիս ես հետ, գալիս ես օրինակ քո ագենստվան, սկսում ես ոնց որ թմիդ հետ խոսալ, գիտեք, ես sense բան եմ իմացել, եկեք sense չաշխատենք, եկեք փոխենք, sense անենք, ու անընդհատ ոնց որ այդ սկսվում է ոնց որ քայլ առ քայլ, ոնց որ ինչ որ զարգացում ես ունենում, այդ շատ կարևոր է, ոնց որ այդ մի impact-ը շատ մեծ ոնց որ հետագայում ինչ որ բանի է բերում։ Տենում ես այն դեմքերին, որոնք որ քեզ թվում են այնտենց ֆենոմենալ փախած տաղանդավոր անիրական ինչ որ կենտավրներ, հանդիպում ես այնտեղ, հասկանում ես, որ սկսում եք շփվել իրար հետ, իրանք կիսում են իրանց գործից, դու քո գործից, դու հասկանում ես, որ դուք full identical ռոլերով եք ապրում, տարբեր մոտեցումներով, ու իրականում մի նախադասությունը այդ մարդու կողմից ասված կարա լիքը բան քեզ օգնի։ Դու մոտենում ես իրականում այդ գաղտնիքին, այդ magic-ին գործ անելու, դու մոտենում ես։ Իսկ այդ շփումը ինչի՞ է այդպես շատ կարևոր, օրինակ սպորտում զբորի գաղափար կա, երբ մի մարզաձևի բոլոր մարզիկները, թե հավաքականը, թե ովքեր որ պրոֆեսիոնալ զբաղվում են, միտեղ հավաքվում են, դրա մեջ զբորա կոչվում։ Եվ համ փորձով են փոխանակվում, համ սովորում են իրարից, համ բնականաբար հասկանում են, որ իրենց մարզադահլիճից բացի էլի աշխարհ կա, էլի որտեղ էլի թույն դեմքեր կան, ու ոգեշնչվում են միտեղ, ներվայնանում են միտեղ, բայց քիմիա է փոխում լավ իմաստով, որտեղ դու պետք է տենաս այդ երրոցը, էլի։ Այսինքն ստացվում է, որ փառատոնները ոչ միայն մասնակցելու համար են, ու ինչ որ գործ ուղարկելու, այլ նաև այդ ավելի ոնց որ line հասկացողություն է։
Մայստեր կլասներ էտելա կարևոր։ Փառատոնների ժամանակ։ Փառատոնների ժամանակ, հա, օրինակ ուզում եմ մի հատ օրինակ բերեմ, հա, օրինակ AdBlacks-ին, որը Վրաստանում հա կազմակերպվում, մենք 2 տարի գնում ենք AdBlacks-ի ու ինքը իրականում շատ բյուջետային վերսիա է լսել շատ տոպ դեմքերին։ Եթե դու ուզում ես օրինակ, չգիտեմ, շատ հայտնի դեմքերին լսես, պետք է միշտ գնաս, չգիտեմ, ինչ-որ հայտնի փառատոն, գնաս եվրոպական երկիր, հա, ու դա ավելի ծախսատար է, եթե տենց նայես։ Պետք է գնաս, այնտեղ, չգիտեմ, բան առնես, փես առնես մտնելու համար, որը որ շատ ավելի թանկ է, քան AdBlacks-ում։ Իսկ AdBlacks-ին տալիս է այդ բյուջետ, ինքը նաև ծով է, չգիտեմ, ոնց որ Բաթումիում անցնում, ինքը տալիս է հնարավորություն էժան ոնց որ գներով, սենց ասած, ու կողքի երկիրն է։ Այցելես, մաստեր կլասներ լսես, ծանոթանաս էլի լավ պրոֆեսիոնալ դեմքերի հետ ոլորտի ու դու այդ ոնց որ բանը ստանաս նորից դրա համար հիմա ոնց որ պրոմոտ եմ անում այդ Black-ին բայց դա ամենա ոնց որ այդ մոտիկ չէ մեր թիմից գնացել են եկել են գնացել չէ ես չեմ գնացել հենց այդտեղ ես ինչ որ առիթ կար որ մնացի տունը ինչ որ մի հատ բան էր որ հա ճիշտ է ես գնացել եմ ու չկար հա առիթ կար որ ես պետք է մնայի բայց համաձայն եմ ինքը այդ շատ օգնում ու նաև երբ որ դու տենում ես մյուսներին իմ համար ամենաուժեղ երևի շարժարարներից մեկը այդ ուրիշներին տենալ ոնց են բան արել ես ներվանում եմ նախանձում եմ ես այդ բանը ես բարի նախանձում եմ նայում այդպես բան չկա կամ նախանձ կամ չկա այդ բարի նախանձը ինձ թվում է կուլտուրական բառ են հորին է որ չասեն որ նախանձում ասում են ես քեզ բարի նախանձով եմ նայում բան չկա կամ դու նախանձում ես այդ երևույթին կամ չես նախանձում ես երբ որ տենում եմ օրինակ չգիտեմ մտնենք մի հատ նոմինացիայի մեջ այն մյուսը հաղթել է բան արել է ուրիշ նոմինա կամ այդ նոմինացիայում հաղթել է մի հատ ուրիշ աշխատանք որ իրոք ավելի լավն էր ինքս իմ մեջ հասկանում ես նախանձում եմ կայֆ է տենց էլ պետք է լինի եթե դու բան ստեղծագործ բայց ես քեզ բարի նախանձով եմ նայում այդ կարևոր բան է չէ դու նախանձում ես ոչ թե դու նախանձի երևի ինձ թվում է չար ու բարի նախանձը որ փորձել են տարբերակել եւ էսի նկատի ունեն երբ որ դու չար նախանձ ունես դու ասում ես եթե ես չեմ կրում թող էս էլ չկրի Չէ, գիտես ինձ թվում է որ տեցայք են որ մեկը մյուսին ասել ես քեզ նախանձում ասել եմ ոնց բան դին ասել չէ բարի եմ նախանձում բայց բարի նախանձից հետո թե դու ինչ ես անելու էտա եթե բարի է թե բարի երևի հա որտեվ որ տեսնում ես մեկը կրել է ասում ես ես էլ եմ ուզում Չես ասում է, հանգարց եթե ես չեմ կրում, մեն էլ չկրի։ Հա, այդ լավն է խանձ, եթե դու ինչ որ գնում ես, մտածում ես, ինչ որ բան ես։ Ես հիշում եմ, որ մենք գնացել էինք այդ Red Apple առաջի տենց լրիվ նորածին վիճակ էր փառատոններում, գնացել ենք, ու հիշում ենք, որ կա Վասխոտ ագենստը, որը որ ամեն երկրորդ մրցանակը հելնում կրում էր։ Ես ողոն յեռում ենք արդեն գժված էլի։ Մեր ընկերներն են շատ լավ ժողովուրդ են ծանոթացել ենք իրանց հետ այդ ու շատ իրականում արժանի չեմպիոններ են, էլի, իրանց մոտեցումով էլ լիքը բանին բայց եթե այդ նախանձը չլիներ որտեղ մենք նախանձել ենք իրանց եթե այդ նախանձը չլիներ հաստատ մենք այսօր այդ թեման չենք կարա առնվազն քննարկենք ու այդ նախանձը կայֆ բան է ու ինձ թվում է չկա իրան իմաստ թաքցնելու ես մի քանի անգամ տարբեր մարդկանց ում նախանձել եմ մենք ես արտահայտվել եմ առանց որևէ խնդրի Կրիպտերիաներից գնանք բանից գումարից ինչքան շատ նոմինացիա քո ինչքան շատ գործ է ուղարկում Կարանք բացենք նաև բանը Agency of the Year տերմինը մենք ունենք մոտ 4 հատ ունենք Agency of the Year մրցանակ տարբեր մրցանակաբաշխություններից դա չի համարվում որ մենք այդ տարի համարվել ենք աշխարհի լավագույն agency իհարկե չի համարվում որ մենք փառատոնի ժամանակը ոչ էլ փառատոնի լավագույն տարվա agency Թարգմանաբար եկեք բացենք էլի ճակերտներ թարգմանաբար նշանակում է ամենաշատ բալեր հավաքած կազմակերպություն այսինքն AdBlacks-ին ենթադրենք տալիս է ոսկին իր մոտ ասում է agency-ին կտամ 3 բալ արծաթին 2 բրոնզին 1 շորթին 0.5 ֆորմասկոպը ուղարկում է 2 case երկուսը հավաքում են ոսկի հավաքում են 6 բալ դոպինգը ծախսում է սաղ տարվա ընթացքում մի $40,000 ամեն արած պրոդուկտից սարքում է քեզ
բոլոր սկսում է գնդակը արել բոլոր հնարավոր նոմինացիաները, հավաքում է 30 հատ բրոնզ։ Տարվա կազմակերպություն ճանաչում է դոպինգը։ Բայց ինքը չունի ոսկի։ 30 հատ բրոնզով։ Որովհետև երբ որ մենք agency of the year վերցնենք, դա լավագույն agency չենք։ Ամենաշատ հավաքած բալերն են։ Քանակով։ Հա, բալերով հավաքած, որովհետև այդտեղից նաև հելավ, ինչը որ մի հատ ժամանակահատված եկավ, կարծեմ 70-ական, 80-ականները, երբ որ բոլոր 70-80 90-ականներին եկավ մի հատ sense վիճակ, երբ որ փոքր կազմակերպությունները բուտիկովի էջենսիները կամ independent էջենսիները, որոնք որ մեծ բանի մեջ, ցանցի մեջ չեն, ասենք իրանք publicist-ը չէ, ինքը բանը չի, McCain չի, ինքը Ogilvy, BBDO, DDB դրանց մեջ չի մտնում, ինքը պրոստը 20 հոգով կազմակերպություն են բացել, իրանք չէին կարող հաղթեին հենց այդ իմ ասած agency of the year-ը։ BBDO-ն գալիս էր, ասենք worldwide-նա դիմել, գալիս էր 214 հատ case-ով, հավաքում էր 520 բալ, այս agency-ն 4 հատ 5 հատ ոսկի հատ արել, 13-ը չի անցնում։ Սա կյանքում չի ունենալու ինքը, որովհետև մեկամիշ սեցևիկները մասնակցելու են ու իրանց բոնտից բխեց, որ ասացին եկեք independent agency լինի առանձին նոմինացիա, agency of the year, ու ցանցերն լինեն առանձին agency of the year, որովհետև ֆարմասկոպի կարենը կյանքում ինչքան էլ գումար ծախսի, չի կարանալու դաժե այդքան case արտադրի, որ գնա մրցի McCain-ի հետ, որի համար կյանքի ինքնասերության ու մասնագիտական գոյատևման հարց է տեղ լինել առաջին։ Ես ոչ էլ լինի լավա։ Բանը Ogilvy post-ը տեսա ռոբոտը բանում Insta-ում։ Բաներ 50 քանի ոսկի, 32 բրոնզ, 40 հատ արծաթ, 50 դե գնա իր հետ կպի դու։ Գնա ասա ես էլ եմ ուզում agency-ը որտե՞ղ։ Բանակ One Club-ում այդ հարցը սենց են լուծում։ Մենք երբ որ մասնակցում ենք Artists Club Europe-ի ու ոնց ենք մասնակցում, դա էլ ասեմ, հա, այդ կարևոր բան է, օրինակ AdBlexy-ին ինքը տալիս է հնարավորություն, որ Հայաստանից ով որ գրում է հենց AdBlexy-ում, ինքը ավտոմատ կարա մասնակցի Artists Club Europe-ին։ Հայաստանից չես կարա մասնակցես, ու մենք շատ ենք ուզում մասնակցենք, քանի որ մենք Հայաստանում չունենք Artists Club Armenia։ Մենք ունենք խնդիր, հա, մենք դժ գրում ենք իրանց, ոնց որ հարցնում ենք, ասում ենք, չէ, ժոր չեք կարա։ Ու այս 2 տարին, որ մենք մասնակցում ենք AdBlexy, մենք կարողանում ենք մեր գործերը ուղարկենք Artists Club Europe։ Ու քանի որ Artists Club Europe-ը մտնում է One Club-ի տակ, հա, One Club-ի մեջ է մտնում, մի քանի փառատոն կա։ Մենք բալերով, էլի ոնց որ եթե բալերի մասին, հա, ասենք մենք բալերով մի քանի բան ենք շահել ու բալերով Եվրոպայում որպես independent agency, ոչ թե CTO agency, որովհետև եթե մենք օրինակ չֆիլտրենք, հա, մենք independent ենք թե CTO, մենք եսին որ տեղն ենք ստացում, որովհետև մենք պիտի մրցենք ռեյտինգով արդեն այդ ագենստուաների հետ, որոնք որ independent agency կատեգորիայի մեջ դիզայնի, հա, մենք 6-րդն ենք Եվրոպայում այդ թվին։ Ու ոնց որ դա մեր համար շատ մեծ նվաճում էր, բայց եթե մենք օրինակ չանենք, տենց ու One Club-ը չանի տենց ոնց որ չդնի այդ ֆիլտրելու ձևը, հա, որ մեծ ագենստուաների հետ ովքեր որ CTO են, ովքեր որ ունեն շատ մեծ կլիենտներ, ու այդ կլիենտները նու հայտնի կլիենտներ, հա, երևի դրա մասին էլ պետք է խոսանք, որ ժուրին երբ որ տեսնում է օրինակ հայտնի կլիենտ, հայտնի բրենդ, հա, շատ մեծ նշանակություն ունի։ Դա շատ մեծ նշանակություն ունի, երբ որ դու տեսնում ես case-ը McDonald's-ն կամ Coca-Cola-ն, դու ուրիշ ձև ես դրան նայում։ Դու հասկանում ես McDonald's-ը վստահել է այս agency-ին իր խնդրի լուծումը։ Այո, մանավանդ եթե դա, չգիտեմ, UK-ի McDonald's-ն է, կամ եթե դա, չգիտեմ, US-ի Cola-ն է, դու ստե արդեն ոնց որ ավելի է բարձրանում աչքին, որովհետև դու գիտես, որ իրանց մարքեթինգային թիմը ուրեմն տվել է այդ ագենստվային, իրանք կարողացել են իրանց համար աշխատել մի հատ case-ն, սարքել մի հատ ուղարկել են փառատոնի,
Այնտեղ դու արդեն ոնց որ որպես ժյուրի սկսում ես ոնց որ այն լրջանալ, հա, օքեյ։ Ոնց շղթայաձև գնում, այսինքն եթե McDonald's-ն, եթե վստահել է իրանց, պլյուս դրան McDonald's-ը լուրջ փող է ծախսել այդ KCP-ի վրա, որտեվ իր կշռները մեծայի բավականին բարձր են, շնորհիվ դու кейս արդեն գիտես, ու շատ դժվար է սուբյեկտիվ չլինել, էլի։ Մենք մի հատ գովազդային արշավ էինք անում Volvo-ի համար, ու իր կրեատիվիզիան հենց կանում էր նրանում, որ որոշեցինք, որ մեքենաները, քանի որ Volvo-ն ինքը այտենց ընտանեկան մեքենա է, ու հենց գովազդում էինք 7 տեղանոց մեքենան, որոշեցինք, որ իր պոստերները պետքա ամբողջությամբ իրականացվի երեխեքի ձեռքով։ Այսինքն երեխեքին ներկայացնենք աշխատանքը, երեխեքը նկարեն, մատիտներով, ֆլոմաստերներով նկարեն Volvo-ն։ Ու երբ որ երեխեքը նկարեցին իրանց այդ մեքենան, մենք արդեն ավարտեցինք այդ աշխատանքը ու պետք է ուղարկենք փառատոնի, ես վստահ եմ, որ ինքը կրելու է։ Ինքը ինչ որ բան մրցանակ վերցնա, ոչ թե որ մեր աշխատանքը տես կատարյալ փայլուն լավագույն էր, այլ ես գիտեի, որ նա իմ հետ, իմ աշխատանքի հետ կա նաև մի հատ մեծ պլյուս, այդ Volvo-ի լոգոն է։ Մենք կարող անենք երազ ավտոգործանի համար չքշահենք, ոչ մի բան չհաղթենք, ես գիտեի, որ մեր քեսի կողքը, որ այդ երեխեքի իմ կարծիքով ինքը շատ լավ աշխատանքներից է մեր, շատ լավ լուծում էր, բայց ես գիտեի, որ ես ուժեղ եմ այնքանով, որ ասում եմ դե դոպինգ, մեկը Volvo, իրար հետ է, այնց ինչ քես էլ ուղարկում ես, Volvo-ն քեզ սփորտան, Volvo-ն է քեզ տանում, այսինքն լավ ավելի շատ ինքնադոմինանտ, քան քո աշխատանքը, ու համաձայն եմ հետդ բրենդը շատ մեծ դեր է խաղում են։ Կարևոր կետ է։ Ժյուրին որտեղ բացում է նայում է, չգիտեմ, BYD, Sangyong, Zeekr, մեկը Volvo։ Նա Volvo-ն play-տուն տենամ էլի, հետո մի հատ play-կտած տենամ, դրանք ինչ անուններ են։ Այսինքն ինքը շատ մեծ դեր է էլի խաղում, տարբերակ չկա չազդի ժյուրիի վրա, ինչ բրենդը ստակը տան։ Ու շատ տեղեր կան, որտեղ որ agency-ն ուղակի տենց անվճար հիմունքներով անում աշխատանք, որ ինքը ուղարկի ասոցիացիա բրենդի հետ։ Հա, McDonald's-ի համար քեյս անի ու ինքը իր քեյսը ունի McDonald's, որտեղ ժյուրին այդ play տալու է, ինքը չի կարող այդ 5 բալից ցածր դնել, որտեղ McDonald's-ն ինքը գիտի, որ վատ բան չերնի։ Ենթագիտակցորեն արդեն այդ ձերս ընկան։ Բայց այդ գնդակը արել է բանով նոմինացիաներով ու ճիշտ նոմինացիաներ ընտրել, որտեղ մենք շատ ենք սխալվել։ Մենք օրինակ ուղարկել ենք մի հատ բանը craft ենք ուղարկել, որ երբ որ տեսանք ովքեր են հաղթում, մենք մենակ ուրախ ենք, որ չենք հաղթել, որտեղ խայտարակ կլինենք։ Իսկ մի հատ ուրիշ հարց։ Ոսկին երբ որ ես տեսա վիդեոներ կներես, ոսկին որ տեսա, ինչն է տարե ոսկին, ասում եմ, բավոր ինձ այդ այն բրոնզը։ Ես խայտարակ կլինեի նստած ստեղը, որ այդ աշխատանքից հետո վիդեոներ այնտեղ ոնց են ստեղծել ուժեղ գրաֆիկա, ես իմ ուժեղ էֆեկտներ ստացվեց, մեր մի $8,000 ռոլիկով, տենց որ սաղ ծախսեց կանալը, լուրջ դեմքով craft-ն դի նոմինացիա ընտրելը շատ կարևոր է։ Կարող է այդտեղ ուրիշ նոմինացիա ընտրեինք, ինքը դիտարկվեր։ Բայց craft-ի մեջ դու պետք է հասկանաս քո հետ ովքեր են մրցում։ Բայց այդ անհնարին է օրինակ հասկանալ, ոնց որ սովորացնել, ոնց պետք է ամեն agency-ն ինքը իր ուղղվածությունը ունի ու թե ոնց ես դու կառուցելու քո նաև էդ էլ է էլի կարևոր ոնց ես դու կառուցելու քո case-ը ինքը կարող ոնց որ այնտեղ շատ մոտիկ բաներ կան, հա, մոտիկ կատեգորիաներ կան, որ դու պետք է հասկանաս, թե որտեղ ես օրինակ դու դիմում։ Եթե դա էֆեկտիվությունն ու impact-ը դու ոնց ես ձևավորում, ոնց այսինքն ամեն կատեգորիա համար դու պետք է edit անես քո ռոլիկը նենց ձևով, որ ինքը այդ մի ու իրանք մոտիկ են իրարից, հա, որ ստեղ ինքը ոնց որ այս մի բանը ոնց որ նա շեշտադրի ոնց որ մարքեթինգային կոմպոնենտը, ստեղ կամպանիա, հաստեղ օրինակ այս մի կամպանիա։ Կարևոր մասը շատ իրականում, հա, որ դու կարաս մի հատ քեզ մոնտաժ ունենաս, այո, դու մոնտաժի ժամանակ պետք է հասկանաս որտեղ, plus presentation board-ը։ Հա, presentation board-երը նույն գործի կարող լինեն 4-5 հատ առանձին, то есть դու նայում ես այդ presentation board-ին, դու հասկանաս, հա, ստեղ okay, packaging-ն օրինակ ուզեցել օրինակ բանանեն, շեշտադրեն, նույն գործի մյուս presentation board-ը դու արդեն հասկանում ես, ստեղ result-ն է շեշտադրում։ Ու ինքը ուրիշ ձև է կառուցված, presentation board-ը դա մի ուրիշ պատմություն է։ Եթե մենք հիմա case-ի մասին ենք խոսում, իսկ կաներում presentation board-ը պարտադիր է, իր սարքելու կոմպոզիցիան, հա, ու
երևի against մեծ against-ը հաստատ առանձին մասնագետ կա, ով որ տարվա կտրվածքով նստում է մենակ presentation board-եր ասարկում։ Ու senior board designer, ու մի հատ էլ առանձին մարդ, ով որ լրացնում է զայավկիքը, որովհետև զայավկա լրացնելու description օրինակ DNT-ում կա սիմվոլների քանակի սահմանափակում։ Ու դու պետք է շատ քիչ սիմվոլներով, քիչ բառերով կարողանաս տեղ հասցնես քո description-ը։ Ոչ միայն description-ը, այլ ամեն field-ը ունի սիմվոլների քանակի սահմանափակում։ Ու դու պետք է շատ լակոնիկ լինելով կարողանաս այն որ ճիշտ բառեր գտնես ու հաշվի առնելով որ կարող է չկարդան սաղ դու պետք է կարողանաս այն բանի ժուրնալիստիկայի մեջ են պիրամիդայի ձևով հա երբ որ դու ամենակարևոր բաները վերևն ես տեղադրում բարձրացնես դեպի վերև կարևոր կետերը ու տենց փառատոնի ժամանակ եմ իմացել անկեղծ որ art director-ը այդ կազմակերպության ամենաթոփ դիզայները չի։ Այսինքն դիզայն թիմի ղեկավարը, դիզայնի թիմի ղեկավարը դա art director-ը չի։ Դա դիզայն դայրեկտորն է։ Դիզայն դայրեկտոր։ Մեր մոտ, մեր երկրում, այսինքն եթե agency-ը, դիզայներական agency-ը, որպես կանոն art director-ը գլխավոր դիզայներն է։ Հա, բայց art director-ը ստեղ օրինակ հա այդ խնդիրը կա, art director-ը ոչ միայն գրաֆիկական մասի պատասխանատուն է, հա, տնօրենն է, այլ նաև բոլոր art-ի հետ կապված, օրինակ sound-ի art direction-ը, նաև նույն բացի դե design agency-ը, art director-ը իր որպես կանոն մեծամասամբ լինում է գլխավոր դիզայները։ Ինքն է որոշումները կայացնում։ Քեսերում, երբ որ դու գնում ես փառատոներ, դնում ես նույն agency art director-ն է, դնում ես 5 հատ art director են նշել։ Այդտեղ եմ ես իմացել, որ design director-ն է գլխավոր հաստիքը։ Ու երբ որ եկանք մեր մոտ որտեվ մեր մոտ են մի հատ կոնֆլիկտ եղավ քեսի հետ կապված, որտեղ որ պետք է middle տենց senior կարող է չէր կամ senior դիզայներին պետք է նշենք որպես art director ու մեր մոտ ներքին քննարկում գնացնես մի փոքր որ ոնց է ինքը art director եթե ես եմ office-ի art director-ը դից նոր եմ որ ասում ես քեսից հրհրը մի րոպե հանում ես բայց չէ որ տարբեր հասկացություններ են то есть քո հաստիքը միգուցե բանն դիզայն դայրեկտորն է որտեվ art director-ը ինքը չի նշանակում կազմակերպության բան այդ ամենայն անկեղծությամբ ես փառատոն գնալուց եմ իմացել Այսինքն որ գնացի հասկացա որ չէ մեր մոտ այդ հաստիկները որ կա կրեատիվ դիրեկտոր մի կա art director օրինակ իերարխիան ոնց է agency-ում դա մեկը տարբերվելու է ու շուկայից էլ չի այսինքն եթե design agency-ը կամ branding agency-ը ինքը միանշանակ կտարբերվի ոնց որ չգիտեմ account-ը չէ գովազդային գործակալություններում account-ը մի բան է նշանակում ուրիշ բոլոր կամպանիաներում account-ը դա բուղղալտերն է copywriter-ն մի քիչ ուրիշ վերջած անցով այնտեղ accountant-ը մեր մոտ account manager-ը հա բայց քանի որ արմատը նույնն է դրա համար շփոթում են copywriter-ն է creative agency-ը մի քիչ փաստացի սցենարիստն է հա սցենարիստ digital-ներում բանում ինքը բանն է content writer-ն է copywriter-ը ասում է մեր մոտ կարես է հայտը լրացրել գլա աշխատանքի հա այդ էլ խառնում content writer ու copywriter copywriter-ի հաստիկ ենք senior copywriter ենք ման գալից Είμαι senior copywriter-ը հա եկել է հաստիկին ասում եմ աշխատանքներ ասում է այս կայքում այսքան հոդվածների սաղ իրանց ես եմ գրել SAG համար ես իրանց սաղ այս բաները ես եմ տեքստերը գրում ասում եմ այդ content writer-ը բայց մենք գրել ենք որ copywriter ենք ման գալիս ու նորմալ է դա էլի այսինքն ոլորտը հենց ձևավորման փուլում է բայց գալիս ենք փառատոնի բաներին ճիշտ նոմինացվել ճիշտ տեղ գնալ ու իմանալ որտեղից է խփում որտեղ մենք օրինակ կանոն որ իմանայինք կա գլաս ես շատ պատահական եմ իմացել այդ ուղղությունը որ եթե աշխատանքը սերով ինչ որ պայմանավորված աշխատանքների հետ է արշավների մերը որովհետև սերով պայմանավորված աբորտներն են դու կարաս դիմես կանի երկրորդ լինիան երկրորդ գիծը գլասը
որը մենակ այդ պարագայում կարաս դիմես, ուրիշ ոչ մի աշխատանք չի կարա տեղ դիմի։ Մետաղ չի, ապակիա։ Ինքը ապակուցական է տալի, արժեքով բացարձակ չի զիջում ոչ մեկին, ոչ մի ուրիշ մետաղին չի զիջում։ Այսինքն ինքը հաղթեցիր ոսկին իրանց, դու հաղթել ես ոսկին։ Այդ ես հիշում Hell's-ի վախտեն, չէ՞, մցրե, այսինքն մի հատ Hell's կար։ Չեմ հիշում ու ոնց որ մենակ կապված Hell's-ի հետ գործերներ առանձին գծով դիմում։ Կարող է, չգիտեմ, երբ ինքը բան արել, եւ եթե ժամանակային է հարցը, չեմ հիշում երբ, բայց ես չեմ իմացել, որ այդ կա։ Ու չեք դիմե։ Հա, մենք տենց նայել ենք, Չգիտենք ինչ կլինի։ Բայց ինքը շատ կարող շանսեր լիներ, որովհետեւ ինքը տեղ արդեն դու չես մրցելու, եթե ես քեզ եմ հավաքում, ասում եմ, տակ ժողովուրդ, ինչ ենք անում, գնում ենք մենք հաստատ բան, չգիտեմ, ասենք սոցիալական արշավ ենք գնում։ Դու նայ ինչքան մրցակից կա հետդ։ Կարող է 5-6 հազար հայտ լինի սոցիալական կանոն սաղ աշխարհից ուղարկեն։ Մեկը արել է ինչ որ, չգիտեմ, տեսողության խնդիրներ, լսողության, մեկը, չգիտեմ, ինչ որ բռնություն ընտանեկան, մեկը արել է հարբեցողություն, մեքենա վարել կամ բան ճանապարհային տրանսպորտային, այդպես 5-6 հազար հոգի գնում են այդ քո նոմինացիայի վրա։ Ու կա մի հատ կանգլաս, որտեղ որ արդեն ֆիլտրած։ Արդեն այդ 5-6 հազարից 50 հոգին են մրցում։ Ու դու ամենաբիդնի բանն է, որ դու հասկանում ես, որ այ եթե ես սիմֆոնիման, որ ստեղ կա մի հատ առանձին բան, ուղղություն, որը ոչ մի բանով չի զիջում, ես կդիմեի ստեղ, հավանականությունը, որ ես կհաղթեի, շատ էր մեծանում։ Առնվազն, չգիտեմ, 100 անգամ մեծանում էր, կամ 50 անգամ մեծանում էր, բայց դու արդեն ունենում ես շանսեր։ Ճիշտ նոմինացիա, ոնց որ տեղ, ոնց որ կոնկրետ խփել, այդ շատ կարևոր է։ Փառատոնի համար տնայինը շատ կարևոր է, այլ շատ կարևոր է, ու երևի 80%-ը հաջողության ու քանակի ու որակի սա կախված է կոնկրետ տնային աշխատանքից։ Իրականում շատ բաներից է կախված ու ոնց որ այդ ամեն մի ասպեկտը, ոնց որ մինչև ոնց որ ուղարկելը պետքա լավ արվի։ Ոնց որ այդ ու վերջում ուղարկելուց պետք է ճիշտ տեղ ուղարկվի։ Մի հատ նյուանս կա, էլի տենց ոնց որ կանների մեջ, ինչքան գիտեմ, էֆեկտիվություն կարելի է ոնց որ մի անգամ դու կարաս դիմես, մի տարի հետո նույն գործով կարաս էֆեկտիվություն դիմես։ Հա, դե որ արդյունքները մի տարին ինքը մի տարի ոնց որ ֆռում է ու դու մի գործով կարաս 2 անգամ շահես։ Տենց շատ եմ տեսել, որ ինչ որ բոմբ գործ է եղել, մի տարի հետո էլի նորից ֆալացել է, որպես էֆեկտիվություն։ Եթե փորձենք բան ամեն դեպքում պետքա բոլոր հնարավոր, եթե ունես ռեսուրս սաղ տեղերը օգտագործել B կարգի, C կարգի փառատոններ, որտեղ տեղ կվալիֆիկացիա էլ կա, էլի, այսինքն միջավ համաշխարհային բանով, սանդղակով, որտեղ որ չափում են տարբեր բաներ կան, սանդղակներ կան, որտեղ որ չափում են փառատոնի արժեքը։ Դե կան այնտեղ 7 բալա, չգիտեմ, մեկ ուրիշը կարող է Black-ին կարող է 1 բալ լինի, ես միամիտ եմ մացել, որ վեբին կանից բարձր է բալերով։ Հա, բանը վերցեցի, ցանկն էի նայում բալերի, դե ես գիտեմ, որ կաննա պիտի թոփ լինի 7 ուսո, ու տեսա վեբին, ոչ չի որ վեբին։ Այստեղ կարևորը փոխվել է ժամանակաշրջանն է, հաշվի առնենք, որ դիջիթալ եկել է, ահա որ տենց բան է դարել, քննարկողա դարել, որ տեղի, բայց ինքը արդեն 8 բալ է, էլի։ Դա այսինքն վերցնել, ուսումնասիրել, հասկանալ քո ռեսուրսը, ծախսերը ու նոր ու ինչ ես ներկայացնելու, ոնց ես ներկայացնելու։ Այստեղ մի հատ էլ կարևոր բան կա, ինչի դու էլ նշեցիր, չէ, որ ֆինալը ոնց որ կանն է, այսինքն կանը պրի բեքգրաունդ ունենաս, որպեսզի կանում ուշադրություն քո վրա դարձնեն։ Ոստեղ չի նշանակում, որ դու պետք է մենակ կանի համար պատրաստվես, կամ դու ոնց ես պատրաստում, սկսում ես քո ասած CB փառատոններից, անպայման ֆիդբեք ես վերցնում, եթե միտեղ մի բանը չես շահում, կամ միտեղ օրինակ, ոնց որ մենք ֆիդբեք վերցրեցինք ժյուրիից։ Մենք ոնց վերցրեցինք էլի ժյուրիից ֆիդբեք, ասենք ինչ խնդիր կար խի արծաթ, հետո հասկացանք լավ արծաթ, Պարզ լայֆհակ, դու ժյուրի ցանկը հրապարակվեց, որպես կանոն B-ում արդեն վերջում են հրապարակում քո նոմինացիային, ովքեր են ժյուրիները, այսինքն որ չկարողանաս ազդես, բայց դու տենում ես ովքեր են գնահատել։ Ամենապարզ պրիմիտիվ բանը գտի իրանց անուն ազգանով Insta-ում, FB-ում, երբ որ արդեն ավարտվել է մրցանակաբարձությունը, հանգիստ ինք իրավունք ունի կարծիք կիսվի։ Գրի ասա, խնդրում եմ մի հատ կասեք, ես case-ի բանեմ, ու agency-ն է,
խնդրում եմ իսկ գրեք որտեղ էր իմ ամենաթույլ տեղերը, ինքն էլ եթե քո քեսը իրականում տենց հիշել է կամ բան, ասի սաղ լավ էր, բայց օրինակ ժյուրիով հասկացանք, որ սկիզբը քո շատ ներվայնացնող էր։ Դու всё գնաս սկսի շտկել, որովհետև քեզ B, C-ն, հատկապես C փառատոնները, C կարգի քեզ շատ է պետք, որ դու հղկես, գոնե հղկել։ Վերջին кейսդ կարա լրիվ այլ բան դառնա, բայց կայֆն էլ է, այսինքն դինամիկ process է, դու նես չսարքեցիր кейսը, ուսա։ Դու անընդհատ կարաս кейս edit անես, անընդհատ կարաս test անես, որ դու ամեն փառատոնը քո համար test է, եթե դու գնում ես մեծ փառատոնին։ Դրա համար ինքը նաև հետևողականություն է պահանջում։ Իսկ ներիք չէին ինչ որ մենք իմասա խոսացինք այդ փողը ժամանակը ծախսեցիր, դիմեցիր փառատոններին, սպասում ես տենաս բեր քաղաքդ ինչ է։ Դենց ինքը կոնկրետ պահանջում է շատ լուրջ հետևողականություն։ Result-ի մասով մի հատ բան հիշեցի, որ էլի այտենց հետաքրքիր, որտեվ լիքը մարդիկ կնեն, որոնք որ հիմա կնային, չգիտեմ, վիդեոն կասեն, օքեյ, բայց երբ որ result-ը չես կարա ցույց տաս, որտեվ իրականում կան աշխատանքներ, սա հասկանում ենք, աշխատանքի տեսակներ կան, որոնք որ նա կարել ես rebranding ես արել, այդ շիշը մի ձև աղել, դու փոխել ես։ Չես կարա ասես ու վաճառքը եսի մուրդուս եկավ, փաստերը չունես։ Ես այդ քեսը տեսա, այնց իմ համար լավ բան, այնց քաղեցի էլի, որ կուզենամ կիսվեմ, էդի բանն է։ Կամ մարքեթինգի հետը, կամ կոմերցիոն տնօրենը, կամ CEO-ն։ Խոսում են վիդեոյի մեջ, քո վիդեոյի մեջ։ Մենք արել ենք, չգիտեմ, շշի օրինակ rebranding ենք արել, ինքը խոսում է, նշված է, որ ինքը համարվում է այդ կազմակերպության քո client agency կամ CEO-ն է, կամ կոմերցիոնն է, կամ մարքեթինգի տնօրենն է։ Ինքը խոսում է, ասում է, այս product-ի փոփոխությունից հետո մեր վաճառքները փոխվեցին 8% աճեցին։ Էլի համարվում է ինքը քեզ, բան, result։ Փաստացի համարվում է result, այսինքն ժյուրին, եթե դու չունես հնարավորություն, որ ցույց տաս ոնց ես ունեցել այդ արդյունքը, ինչ արդյունք ես տվել, որտեղ կա իրականում հավանականություն, որ դու ուղղակի տարբերակ չունես, չափելի դարձնես քո արած աշխատանքը։ Ժյուրիի համար արժանահավատ բանա, տեքստա, երբ որ այդ կազմակերպության քո կլիենտը ինքը ասում է, որ արդյունք տվել է։ Ինքը որտեվ հասկանում է, որ արդյունք չտար ոչ մի սեփականատեր կազմակերպության չէր ասի, արի մի հատ վիդեո անեմ այս տղիքի համար ոսկի մարդիկ են այդ բան կրեն, էլի, հաստատ մի բան տվել է, որ ինքը համաձայնվել է, դրա համար շատ լավ բան են մտածել, էլի, ինքը սկսել են նոր կիրառել, խոսում է կոմերցիոն տնօրենը, էլի արդյունքի մասին, բայց այդ էլի մենակ օգտագործում են այն դեպքում, որ չես կարող ցույց տաս ոչ մի ձև։ Չգիտեմ, աճը բայց չի չափվել, բան չի արել, այդ օրը բում ա եղել, լիքը մարդ ա եղել, չես կարող ասես event պետք է անենք, արշավնալեցինք event-ին սովորաբար այդ մին 1000, առաջի event-ն է այդ մարդկանց։ Ինքը ասում է, մենք ակնկալում ենք 5000 մարդ որ կգա մեր event-ին, այդ արշավից հետո 200,000 մարդ էր եկել։ Մենք չգիտենք ոնց կազմակերպենք մեր event-ը։ Սա ինքը result է, էլի։ Այսօր եթե ով նայում էր դիզայնի համար, իրան տխրեցինք, թե օգնեցինք, որտեվ ֆարմասկոպի Կարենն է, պետքա դիզայները պլեյտար ասեր, նա դեռ դենամ դիզայնից ինչ է խոսում, բայց ինձ թվում է ամենակարևոր բանից խոսացինք։ Իրականում հա, սաղն էլ աշխատում են դրա համար, էլի, փառատոնի։ Փառատոնները սովորացնում են, ուրիշներին նայելով սովորում ես։ Իրականում երևի տենց կարևոր բաներից մեկն է, որ հասկանաս դիզայնը, եթե դիզայնի մասին ենք խոսում, թե որ կողմ է գնում, ինչ տենդենցիաներ կան, ինչ տրենդեր կան, հա, հիմիկվա դրությամբ, ու թեկուզ ուսումնասիրել, օրինակ մարդ կարա չմասնակցի, բայց նայի օրինակ անընդհատ այդ մեր թվարկած օրինակ փառատոնների հաղթողներին ու հասկանա, թե ոնց են իրանք ստեղծվել, ինչ մեթոդներ օգտագործվել դիզայնի տեսանկյունից կամ եթե դա կրեատիվ է, ինչ մտքեր են օրինակ, նաև դա շատ կարևոր է նրա համար, որ պլագիատ օրինակ, ոչ թե պլագիատ ասելով ոնց որ չանես ինչ որ մի բան, հա չգիտեք, օրինակ չանես այն ինչ որ արդեն արվել է, տեղյակ լինես տարբեր մտքերից, որոնք որ արդեն օգտագործվել են ու մտածես օրինակ մտածես մի նոր բան։ Չէ, ինքը հաստատ, իսկ ձեր քեսերին կարան մտնեն Instagram, Formascope page, շատ լավ էջ ունեք,
մտնեն մարդիկ, եթե կոնկրետ դիզայն ուզում են տենան ձեր աշխատանքները, մտնեն տեղ նայեն։ Սովորելու, ինձ թվում է գրենել ձեզ դուք պատասխան եկել։ Իհարկե։ Այս ոդքասթում մենք օգտագործենք, սովորաբար չենք ասում, բայց ինձ թվում է պետք է ասենք, որ մեզ ահավոր պետք է բաժանորդագրվել մեր էջին, YouTube-յան ու կարելի է այսօր փորձել բանալ, այս հաղորդման ընթացքում փորձել մի հատ էքսպերիմենտ անել, կոմենտներ ինչ որ բան գրեն ոլորտից ովքեր որ կան, եթե մի այսքան օգնել ենք այս խոսքով, Մի այսքան էլ դուք։ հա, մի այսքան տակը մի բան գրեք, որտեվ YouTube-ի ալգորիթմը հիմա մեզ պետքա հանենք մի հատ ուրիշ բանի, որ ինչքան շատ մարդ տենա, որտեղ մենք չենք ակնկալում սրանից մոնետիզացիա փող գա, մենք ակնկալում ենք իրան լայն տարածում բաժանորդագրում եք, սեղմեք են զանգի կոճակը ու մի հատ մեր YouTube էջը փորձենք մի քիչ բան անենք, ակտիվացնենք գոնե համայնքի համար էլի, որովհետև կոմենտները բան, չնայած ոլորտից էլ է, լիքը մարդ կարա նայի ռեակցիա չտալ։ Ինձ սպանում են post-երը, լավ որակով ինչ դրական post-եր կան, որ share ավելի շատ է, քան like-ը, այսինքն դու ուղարկում ես որ դուրը տեկել, բայց չես ուզում like-ես։ Ինձ թվում ամենամեծ խնդրեմը ոլորտի տեղը։ Եթե մարդը ինչ որ մի բան օրինակ այդ ռոլիկից քաղել է, իմացել է, մի քիչ գրավիչ Դիրել է։ Գիտես որն է, որ եթե աղջիկը ունի ֆոտո, որը որ ակնհայտ է, որ ինքը շատ գրավիչ ֆոտո է post, Հիմնականում տես post-երի մասին էլ է խոսքը։ Like-երը ահավոր քիչ են, որտեվ ոչ մեկ չի ուզում իրանց տնեցիկ տենան կամ մտերիմները, որ ինքը like-ել է։ Նայում ես որ այդ ֆոտոն բացառում, այդ քո ասածն է։ Այդ նայում ես այդ ֆոտոին, հասկանում ես որ share-ը 83000 է։ 83000 Հաստատ գիտես որ ձեռառնելու share-ը չէ, նայես ինչ վատ։ Հա, ուղարկել եմ, տես ինչ։ Բայց like-երը 6 So can like it. Շատ լավ ստատիստիկա է։ Դուրս չեր եկել։ Մի ձև ինչ որ բան չէ, նիվերու։ Հա, մի բան է չէ։ Like եք, այն ինչ որ հավանում եք սրտանց like։ Հա, like եք մեզ այս հաղորդումը ուզում ենք ունենանք ամենաշատ like-երով ու բանը։ Բայց like-երը ես նկատի ունեմ առհասարակ, որ մարդիկ բաժանեն իրենց like-ը, որտեղ մեր մոտ է սա սկսվել է դրանից էլի, մենք իրար չենք ճանաչել, բայց տենց like-երով։ Մենք հեռախոսով ենք, մի քանի անգամ ինչ որ բանի շրջանակներում խոսացել, պետքա case լիներ, իրար հետ ինչ որ բան պետք է անենք, product իրար հետ հեռախոսով ենք խոսացել, բայց անկեղծ այսօր մենք առաջ անգամ ժիվո իրար հետ ծանոթացանք, բայց հենց էր տպավորությունը, որ 100 տարի գիտենք։ Ուրախ է ժիվոյի ծանոթանալու համար։ Նմանապես։ Գնացիք։ Մերսի։ Ձեզ է մերսի։ Merci կանց։ Մերսի շատ։